1972 թվականի դեկտեմբերի 20-ին, երբ Կենտկոմի հատուկ արխիվը փակվում էր գիշերային փոխարինության համար, պահակները նկատեցին մի բան, որը երբեք չպետք է տեսնեին։ 3 թղթապանակ, կարմիր կնիկներով առանձնակի կարողություն դասակարգմամբ, որոնք պարունակում էին Մետաքսյա Սիմոնյանի անձնական նամակագրությունը Կենտկոմի 3 անդամների հետ։ Այդ նամակներում չկային քաղաքական քննարկումներ, չկային կինոարտադրության պլաններ, չկար ոչինչ, ինչը կարող էր արդարացնել այդպիսի գաղտնիության մակարդակը։ Փոխարենը, խոստովանություններ, հույզեր, հանդիպումների ժամանակացույցեր մի բան, որը շատ ավելի վտանգավոր էր, խոստումներ կարիերայի առաջխաղացման մասին։ Բայց հենց հաջորդ առավոտյան, երբ արխիվի պետը ժամանեց աշխատանքի, այդ թղթապանակները անհետացել էին առանց որևէ հետքի։ Ո՞վ էր վերցրել դրանք։ Ինչպես կարողացան անցնել 3 անվտանգության շերտերից։ Եվ ամենակարևորը, ինչ էր թաքցնում այդ նամակագրությունը, որ պետք էր այն ոչնչացնել այդքան շտապ։ Մետաքսյա Սիմոնյանը չէր ծնվել իշխանության միջավայրում։ Նրա ընտանիքը ապրում էր Երանի Կոնդ թաղամասում, 2 սենյականոց բնակարանում, որտեղ ջուրը հաճախ կտրվում էր, իսկ ձմռանը ջեռուցումը աշխատում էր միայն 3 ժամ օրական։ Նրա հայրը Սիմոն Հովհաննիսյանը աշխատում էր Կիրովականի գործարանում որպես հարմարող, ստանալով ամսական 120 ռուբլի գումար, որը բավարար էր միայն հացի կարտոֆիլի համար։ Նրա մայրը Արփինեն կարում էր հարանների համար, վաստակելով լրացուցիչ 30 ռուբլի ամսական։ Երբ փոքրիկ Մետաքսյան 10 տարեկան էր, նա արդեն հասկանում էր, որ գեղեցկությունը կարող է լինել միակ ելքը այս աղքատությունից։ Դպրոցում ուսուցիչները նկատում էին նրա անսովոր արտաքինը, մեծ աչքերը, որոնք թվում էին չափազանց խոշոր նրա նիհար դեմքի համար, այն շնորհքը, որով նա շարժվում էր, կարծես թռչում էր հատակից մի սանտիմետր բարձր։ Բայց ամենակարևորը, նա ուներ ձայն, որը կարող էր լացել ծիծաղել միաժամանակ, ձայն, որը ստիպում էր մարդկանց դադարեցնել ամեն ինչ լսել։ 1956 թվականին, երբ Մետաքսյան 16 տարեկան էր, Երանի թատրոնական ինստիտուտը հայտարարեց մրցույթ նոր ուսանողների ընդունման համար։ 173 աղջիկ ներկայացավ փորձարկումների, բայց միայն 15-ը պետք է ընդունվեին։ Մետաքսյան չուներ փող հատուկ պատրաստման դասընթացների համար, չուներ կապեր թատերական աշխարհում, չուներ նույնիսկ պատշաճ հագուստ փորձարկման համար։ Նա եկավ իր մոր կարած միակ լավ զգեստով, կապույտ բամբակյա զգեստ, որը 3 անգամ վերանորոգվել էր, կոշիկներով, որոնք փոխառել էր հարանուհուց։ Երբ նա բարձրացավ բեմ, սկսեց կատարել Օֆելիայի մենախոսությունը Համլետից, դահլիճում տիրող աղմուկը դանդաղորեն մարեց։ Քննական հանձնաժողովի նախագահը Վահագն Պապազյանը հետագայում կասեր իր գործընկերներին. Երբ այդ աղջիկը խոսեց, ես զգացի, որ Օֆելիան իսկապես խելագարվում է իմ աչքի առաջ։ Նա չէր խաղում խելագարությունը, նա ապրում էր այն։ Մետաքսյան ընդունվեց առաջին տասնյակում, ստանալով ամենաբարձր գնահատականները բոլոր քննական հանձնաժողովի անդամներից։ Բայց ինստիտուտում սովորելը պահանջում էր ավելին, քան տաղանդ։ Ուսանողները պետք է վճարեին գրքերի, կոստյումների հատուկ դասընթացների համար։ Մետաքսյայի ընտանիքը չէր կարող տրամադրել նույնիսկ 10 ռուբլի ամսական։ Այստեղ է, որ առաջին անգամ հայտնվում է մի անուն, որը կփոխի նրա ողջ կյանքը՝ Արամ Խաչատրյանը։ Ոչ թե հայտնի կոմպոզիտորը, այլ Կենտկոմի մշակույթի բաժնի ղեկավարը, 45 տարեկան տղամարդ, ամուսնացած, 3 երեխայի հայր, մարդ, ով ուներ իշխանություն որոշելու, թե ով կստանա կրթաթոշակ, ով ոչ։ Խաչատրյանը առաջին անգամ տեսավ Մետաքսյային ինստիտուտի տարեվերջյան ցուցադրության ժամանակ, երբ նա խաղում էր Նինա Զարեչնայի դերը Չայկովսկու «Ճայը» ներկայացման մեջ։ Ներկայացումից հետո նա մոտեցավ ռեժիսորին, հարցրեց աղջկա անունը։ Հաջորդ շաբաթ Մետաքսյան կանչվեց ինստիտուտի տնօրենի գրասենյակ, որտեղ նրան տեղեկացրին, որ նա ստացել է լրիվ կրթաթոշակ, ծածկելու բոլոր ծախսերը հաջորդ 3 տարիների համար։ Ինչպես կարող է երիտասարդ աղջիկ, ով ծնվել է աղքատության մեջ, հանկարծ ստանալ այն, ինչը հարյուրավոր ուրիշներ չեն կարողանում ստանալ։ Արդյոք դա պարզապես տաղանդի ճանաչում էր։ Թե սկիզբն էր մի բանի, որը շատ ավելի բարդ էր։
Մետաքսյան երբեք չխոսեց այդ մասին իր ընկերների հետ, բայց նրանք նկատեցին փոփոխությունները։ Նա սկսեց հագնվել ավելի լավ, նրա մազերը միշտ կարգավորված էին պրոֆեսիոնալ վարսահարդարի կողմից, երբեմն նրան տեսնում էին դուրս գալիսը Վոլգա մեքենայից, այն մեքենաներից, որոնք վերապահված էին միայն Կենտկոմի բարձրաստիճան անդամների համար։ Երբ ընկերուհիները հարցնում էին, նա ժպտում էր ասում էր. «Ինստիտուտը հոգ է տանում իր լավագույն ուսանողների մասին»։ Բայց բոլորը գիտեին, որ ինստիտուտը երբեք չէր տրամադրել անձնական տրանսպորտ ուսանողների համար։ 1960 թվականին Մետաքսյան ավարտեց ինստիտուտը, առաջին տեղում անմիջապես ստացավ առաջարկ աշխատելու Հայ ֆիլմում, Խորհրդային Միության ամենահեղինակավոր ստուդիաներից մեկում։ Սա էր անհավանական բախտ երիտասարդ դերասանուհու համար, ով դեռ չուներ մեկ էլ պրոֆեսիոնալ դեր իր կենսագրությունում։ Սովորաբար դերասանները սպասում էին տարիներ, աշխատում էին փոքր թատրոններում, խաղում էին էպիզոդիկ դերեր, մինչ ստանային այդպիսի առաջարկ։ Բայց Մետաքսյայի դեպքում ամեն ինչ տեղի ունեցավ այնքան արագ, որ նույնիսկ նրա դասախոսները զարմացած էին։ Առաջին ֆիլմը, որտեղ նա խաղաց գլխավոր դերը, կոչվում էր «Նռան գույնը», պոետիկ դրամա հայ բանաստեղծ Սայաթ Նովայի կյանքի մասին։ Ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը սկզբում դեմ էր Մետաքսյայի թեկնածությանը, նա ուզում էր ավելի փորձառու դերասանուհի, բայց Կենտկոմի մշակույթի բաժինը խստորեն առաջարկեց նրան փորձել այս երիտասարդ տաղանդը։ Փարաջանովը, ով հայտնի էր իր անհնազանդությամբ, այս անգամ համաձայնեց առանց վիճելու։ Ինչո՞վ։ Նկարահանումների ժամանակ Մետաքսյան ապրում էր առանձին բնակարանում Երանի կենտրոնում, բնակարան, որը սովորաբար վերապահված էր արտասահմանյան հյուրերի կամ շատ բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Մյուս դերասանները, ովքեր ստիպված էին կիսել խցուկային հյուրանոցային սենյակները, խոսում էին այս մասին շշուկներով։ Ովքեր էին այն մարդիկ, ովքեր այցելում էին նրան երեկոները։ Ինչու էր ստուդիայի տնօրենը անձամբ ստուգում, որ նրա գրիմասենյակը միշտ լցված լինի թարմ ծաղիկներով։ Ինչու էր յուրաքանչյուր նրա խնդրանք կատարվում անմիջապես, մինչդեռ ուրիշ դերասանները սպասում էին շաբաթներ պարզ բաների համար։ Օպերատոր Սուրեն Շահբազյանը, ով աշխատում էր այդ ֆիլմում, հետագայում կասեր իր մերձավոր ընկերներին. Մետաքսյան էր միակ դերասանուհին, ում համար ես տեսել եմ, որ ռեժիսորը փոխում է նկարահանման ժամանակացույցը, որովհետև նա ուներ կարևոր հանդիպում Երանում։ Մենք բոլորս գիտեինք, թե ինչ նշանակում է կարևոր հանդիպում։ Բայց ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայնել այդ մասին։ Արդյոք Մետաքսյան օգտագործում էր համակարգը, թե՞ համակարգն էր օգտագործում նրան։ Սա հարց է, որը տասնամյակներ շարունակ տանջել է նրանց, ովքեր ճանաչում էին նրան։ Մի կողմից, նա անվիճելիորեն տաղանդավոր էր, նրա խաղը էկրանին էր հիպնոտիկ, նրա ներկայությունը լիցքավորում էր յուրաքանչյուր կադր։ Մյուս կողմից, Խորհրդային Միությունում հարյուրավոր տաղանդավոր դերասանուհիներ երբեք չստացան նույնիսկ մեկ հնարավորություն, որովհետև նրանք չունեին ճիշտ կապերը։ Մետաքսյան ուներ այդ կապերը, նա գիտեր, թե ինչպես դրանք պահպանել։ Նրա բնակարանում, որը հիմա արդեն սեփականություն էր, ոչ թե վարձակալություն, կազմակերպվում էին փոքր հավաքույթներ, որտեղ ներկա էին Կենտկոմի անդամներ, ֆիլմերի ռեժիսորներ, գրողներ, բանաստեղծներ։ Այդ երեկոներին Մետաքսյան հանդես էր գալիս որպես հյուրընկալուհի, հագած Մոսկվայից բերված զգեստներ, որոնց արժեքը հավասար էր միջին աշխատողի 6 ամսվա աշխատավարձին։ Նա ծառայեցնում էր ֆրանսիական կոնյակ, շվեյցարական շոկոլադ, ապրանքներ, որոնք հասանելի էին միայն Բերյոզկա հատուկ խանութներում, որտեղ կարող էին գնումներ կատարել միայն արտարժույթ ունեցողները։ Ինչպես երիտասարդ դերասանուհին, ով պաշտոնապես ստանում էր 200 ռուբլի ամսական, կարող էր թույլ տալ այս ամենը։ 1963 թվականին, երբ Մետաքսյան արդեն դարձել էր Հայաստանի ամենահայտնի դերասանուհիներից մեկը, տեղի ունեցավ դեպք, որը կարող էր ավարտել նրա կարիերան։ Մոսկովյան թերթերից մեկը հրապարակեց հոդված, վերնագրով «Աստղերը նրանց հովանավորները»։ Հոդվածում, առանց անուններ նշելու, բայց բավականաչափ մանրամասն նկարագրություններով, խոսվում էր մի քանի խորհրդային դերասանուհիների մասին, ովքեր իրենց կարիերան կառուցել էին հատուկ հարաբերությունների միջոցով Կենտկոմի անդամների հետ։ Մեկ պարբերությունում նկարագրվում էր հայուհի դերասանուհի,
ով 3 տարվա ընթացքում նկարահանվել է 5 ֆիլմում, մինչդեռ նրա ավելի փորձառու գործընկերները սպասում են տարիներ մեկ դերի համար։ Ամբողջ Երանը հասկացավ, որ խոսքը Մետաքսիայի մասին է։ Հոդվածը չհրապարակեց ոչ մի անուն, չներկայացրեց ոչ մի ապացույց, բայց վնասը արդեն պատճառված էր։ Մետաքսյան 2 շաբաթ չհայտնվեց հրապարակայնորեն, չպատասխանեց հեռախոսազանգերին, չեկավ ստուդիա։ Ընկերները, ովքեր այցելեցին նրան, ասում էին, որ նա նիհարել է, նրա աչքերը կարմիր են անկնությունից, նա անընդհատ կրկնում է. «Ես չեմ արել ոչինչ վատ։ Ես պարզապես ուզում էի խաղալ»։ Բայց ապա տեղի ունեցավ մի բան անսպասելի։ Կենտկոմի մշակույթի բաժինը պաշտոնական հայտարարություն արեց, որտեղ դատապարտեց կեղտոտ հրապարակայնությունը, որը նպատակ ունի վարկաբեկել խորհրդային Հայաստանի մշակութային ձեռքբերումները։ Հայտարարությունում Մետաքսյա Սիմոնյանը անվանվեց բացառիկ տաղանդ, ով արժանացել է յուրաքանչյուր հնարավորության իր տաղանդի շնորհիվ։ Մոսկովյան թերթը ստիպված եղավ հրապարակել ներողություն։ Հոդվածի հեղինակը, երիտասարդ լրագրող Իգոր Սվետլովը, կորցրեց իր աշխատանքը, երբեք այլս չկարողացավ հրապարակվել խորհրդային մամուլում։ Ով ուներ այդքան իշխանություն, որ ոչնչացներ լրագրողի կարիերան մեկ հոդվածի համար։ Ով էր այդքան հետաքրքրված Մետաքսիայի հեղինակությունը պաշտպանելու համար։ Եվ ամենակարևորը, ինչ գին էր վճարում Մետաքսյան այս պաշտպանության համար։ Երբ Մետաքսյան վերադարձավ հրապարակային կյանքին, նա փոխված էր։ Նրա ժպիտը դարձել էր ավելի զգուշավոր, նրա հայացքը ավելի հեռավոր։ Նա շարունակեց նկարահանվել, շարունակեց ընդունել պարկներ, շարունակեց ապրել իր գեղեցիկ բնակարանում կենտրոնում։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան մոտիկից, ասում էին, որ նա կորցրել է մի բան, այն անմեղությունը, որը նա ուներ, երբ առաջին անգամ բարձրացել էր ինստիտուտի բեմը 16 տարեկանում։ Նա դարձել էր ավելի պրոֆեսիոնալ, ավելի հաշվարկված, ավելի գիտակից իր ամեն քայլի հետանքների մասին։ Նրա բնակարանում այլս չկային երեկույթներ։ Նա հրաժարվեց հարցազրույցներից, որտեղ կարող էին հարցնել նրա անձնական կյանքի մասին։ Նա դարձավ գաղտնիք, գեղեցիկ, տաղանդավոր, անհասանելի գաղտնիք։ Բայց գաղտնիքները չեն կարող թաքնված մնալ հավերժ։ 1965 թվականին, երբ Մետաքսյան արդեն 30 տարեկան էր, համարվում էր Հայաստանի ամենահաջող դերասանուհիներից մեկը, նա ստացավ առաջարկ, որը կփոխեր ամեն ինչ։ Մոսկովյան Մոսֆիլմ ստուդիան նախապատրաստվում էր նկարահանել մեծ պատմական էպոս «Կատերինա Մեծը»։ Գլխավոր դերը պետք է խաղար դերասանուհի, ով կարող էր մարմնավորել իշխանության ուժը, կանացի խոցելիությունը։ Ռեժիսոր Մարլեն Խուցիը տեսել էր Մետաքսիայի աշխատանքը, համոզված էր, որ նա կատարյալ ընտրություն է։ Բայց այս դերը պահանջում էր Մոսկվա տեղափոխվել 6 ամսով, հեռանալ Երանից, հեռանալ այն մարդկանցից, ովքեր հոգ էին տանում նրա մասին։ Մետաքսյան խնդրեց ժամանակ մտածելու համար։ Նա գիտեր, որ այս դերը կարող էր դարձնել նրան ամենամիության մակարդակի աստղ, բայց նա գիտեր, որ Մոսկվայում նա կլիներ առանց իր հովանավորների, առանց այն անտեսանելի ցանցի, որը պաշտպանում էր նրան Երանում։ 3 օր անց Մետաքսյան հրաժարվեց դերից։ Պաշտոնական պատճառը ընտանեկան հանգամանքներ։ Բայց Մետաքսյան ամուսնացած չէր, չուներ երեխաներ, նրա ծնողները առողջ էին։ Ինչ ընտանեկան հանգամանքներ կարող էին ստիպել նրան հրաժարվել կարիերայի ամենամեծ հնարավորությունից։ Թե ընտանիքը, որի մասին նա խոսում էր, չէր նրա կենսաբանական ընտանիքը, այլ այն մարդիկ, ովքեր դարձել էին նրա իսկական ընտանիքը Երանում, այն մարդիկ, ում նա պարտական էր ամեն ինչով, որ ուներ։ Ռեժիսոր Խուցիը զայրացած էր, նա ասաց, որ Մետաքսյան վատնում է իր տաղանդը մարզային թատրոնում։ Բայց Մետաքսյան չփոխեց իր որոշումը։ Նա մնաց Երանում, շարունակեց նկարահանվել հայկական ֆիլմերում, շարունակեց ապրել իր գեղեցիկ բնակարանում, շարունակեց լինել այն, ինչ դարձել էր ոսկե վանդակում թռչուն, որը կարող էր երգել, բայց չէր կարող թռչել։ Արդյոք Մետաքսյան երջանիկ էր։ Սա հարց է, որին ոչ ոք չգիտեր պատասխանը, նույնիսկ նրա ամենամերձավոր ընկերները։ Նա ժպտում էր հանրային միջոցառումներում, նա շնորհակալություն էր հայտնում պարկներ ստանալիս, նա խոսում էր իր սիրո մասին արվեստի նկատմամբ։
Բայց գիշերները, երբ նա մնում էր մենակ իր բնակարանում, երբ անջատում էր լույսերը նստում պատուհանի մոտ, նայելով Երանի փողոցներին, ինչ էր նա մտածում։ Արդյոք նա զղջում էր իր ընտրություններից։ Արդյոք նա երազում էր այն կյանքի մասին, որը կարող էր ունենալ, եթե ընտրեր այլ ճանապարհ։ Թե նա ընդունել էր, որ սա էր միակ ճանապարհը աղջկա համար, ով ծնվել էր կոնդում ուզում էր դառնալ աստղ։ 1967 թվականին, երբ Մետաքսյան 32 տարեկան էր, նա առաջին անգամ տվեց մանրամասն հարցազրույց Սովետական Հայաստան թերթին։ Հարցազրույցի մեծ մասը նվիրված էր նրա դերերին, նրա մոտեցմանը դերասանական արվեստին, նրա ապագա պլաններին։ Բայց վերջում լրագրողը հարցրեց. Մետաքսյա, դուք արդեն 15 տարի եք բեմում էկրանին։ Ինչ խորհուրդ կտաք երիտասարդ աղջիկներին, ովքեր երազում են դերասանուհի դառնալ։ Մետաքսյան լռեց երկար, ավելի երկար, քան պետք էր պարզ հարցի համար։ Ապա նա ասաց. Ես կասեի նրանց, եղեք պատրաստ վճարել գին։ Յուրաքանչյուր բան այս կյանքում ունի գին։ Հարցը միայն այն է, թե արդյոք դուք պատրաստ եք վճարել այն։ Լրագրողը հարցրեց, թե ինչ գին է նա նկատի։ Մետաքսյան ժպտաց, այն ժպիտը, որը դարձել էր նրա ապրանքային նշանը, ասաց. Յուրաքանչյուրը պետք է գտնի իր սեփական պատասխանը այդ հարցին։ Հարցազրույցը հրապարակվեց, բայց այդ պարբերությունը կտրվեց։ Խմբագիրը որոշեց, որ այն չափազանց փիլիսոփայական է, կարող է սխալ մեկնաբանվել։ Բայց նրանք, ովքեր կարդացին այդ խոսքերը, հասկացան, թե ինչ էր Մետաքսյան իրականում ասում։ Նա խոսում էր իր սեփական գնի մասին, այն գնի, որը վճարել էր յուրաքանչյուր դերի, յուրաքանչյուր պարքի, յուրաքանչյուր հաջողության համար։ Նա խոսում էր այն ընտրությունների մասին, որոնք կատարել էր 16 տարեկանից սկսած, երբ առաջին անգամ հասկացել էր, որ տաղանդը մենակը բավարար չէ այս համակարգում։ Նա խոսում էր այն գիշերների մասին, երբ նա նստում էր Ս-Վոլգա մեքենայում գնում էր հանդիպումների, որոնց մասին երբեք չէր խոսի։ Նա խոսում էր այն պահի մասին, երբ հասկացել էր, որ դարձել է գերի, գեղեցիկ, հարմարավետ, բայց միևնույն ժամանակ գերի։ Եվ նա խոսում էր այն հարցի մասին, որը տանջում էր նրան ամեն գիշեր։ Արդյոք արժեր այն։ Երբ մարդիկ խոսում են իշխանության մասին, նրանք հաճախ մոռանում են ամենակարևոր բանը՝ իշխանությունը երբեք չի գալիս առանց վկաների։ 1969 թվականին, երբ Մետաքսյա Սիմոնյանը արդեն դարձել էր անուն, որը բոլորը ճանաչում էին, Կենտկոմի ներքին անվտանգության բաժինը սկսեց վարել գաղտնի թղթապանակ նրա մասին։ Ոչ թե որովհետև նա կասկածվում էր դավաճանության մեջ, ոչ թե որովհետև նա սպառնալիք էր համակարգին։ Ընդհակառակը, նրանք վարում էին թղթապանակ, որովհետև նա դարձել էր չափազանց կարևոր, չափազանց կապված բարձրաստիճան պաշտոնյաների հետ, համակարգը պետք է գիտեր ամեն ինչ այն մարդկանց մասին, ովքեր գիտեին չափազանց շատ։ Այդ թղթապանակում, որը այսօր պահվում է Հայաստանի ազգային արխիվում, դասակարգված որպես սահմանափակ մուտք մինչ 2050 թվականը, կան 37 էջ, լի մանրամասն նկարագրություններով Մետաքսյայի հանդիպումների, նրա այցելությունների, նրա հեռախոսազրույցների մասին։ Ով էր կարդում այդ զեկույցները յուրաքանչյուր երեկո։ Ինչու էր անհրաժեշտ գրանցել, թե քանի անգամ շաբաթվա ընթացքում Մետաքսյան հանդիպում էր Արամ Խաչատրյանի հետ։ Եվ ամենակարևորը, ինչու էր այդ թղթապանակը հանկարծ փակվել 1970 թվականին, ճիշտ այն պահին, երբ Խաչատրյանը փոխադրվեց Մոսկվա, Մետաքսյան սկսեց հանդիպել նոր մարդկանց հետ։ Նախկին Կենտկոմի աշխատակից Գագիկ Սարգսյանը, ով այսօր ապրում է Երանում, համաձայնեց խոսել առաջին անգամ 30 տարվա լռությունից հետո, հիշում է այն օրը, երբ նրան հանձնարարվեց սկսել հետել Մետաքսյայի շարժումներին։ Ես էի երիտասարդ սպա, 25 տարեկան, մտածում էի, որ ինձ հանձնարարել են կարևոր առաքելություն։ Բայց երբ սկսեցի կարդալ նախորդ զեկույցները, հասկացա, որ սա ոչ թե անվտանգության հարց էր, այլ վերահսկողության հարց։ Մենք չէինք պաշտպանում Մետաքսյային։ Մենք վերահսկում էինք նրան։ Յուրաքանչյուր նրա քայլ, յուրաքանչյուր նրա հանդիպում, յուրաքանչյուր նրա հեռախոսազանգ գրանցվում էր, հաղորդվում էր ուղղակիորեն Կենտկոմի քարտուղարին։
Սարգսյանի ձեռքերը դեռ դողում են, երբ նա հիշում է այն գիշերը, երբ նրան հանձնարարվեց հետել Մետաքսյային մինչ մի անծանոթ բնակարան Աբովյան փողոցում։ Ես սպասեցի 3 ժամ մեքենայում։ Երբ նա դուրս եկավ, նրա դեմքը կարմիր էր, աչքերը խոնավ։ Ես գրեցի զեկույցում ժամը, հասցեն, տողությունը։ Բայց ես չգրեցի այն, ինչ տեսա նրա աչքերում։ Ինչպես կարող էի գրել, որ տեսա կին, ով կորցրել էր ինչ-որ բան կարոր այդ բնակարանում։ Ոչ թե իր արժանապատվությունը, այդ բառը չափազանց պարզ է։ Նա կորցրել էր իր ընտրության իրավունքը։ Բայց ով էր ապրում այդ բնակարանում Աբովյան փողոցում։ Պաշտոնական փաստաթղթերում այդ հասցեն գրանցված էր որպես Կենտկոմի հյուրերի համար պահուստային բնակարան։ Բայց հարանները, ովքեր ապրում էին նույն շենքում, պատմում են այլ պատմություն։ Նրանք հիշում են, որ այդ բնակարանը օգտագործվում էր հատուկ հանդիպումների համար, հանդիպումներ, որոնք չպետք է տեղի ունենային պաշտոնական վայրերում, հանդիպումներ, որոնց մասին չպետք է գիտեին նույնիսկ կողմերի ընտանիքները։ Հարանուհի Ռիմա Ավագյանը, ով այն ժամանակ 30 տարեկան էր, ապրում էր հենց դիմացի բնակարանում, հիշում է. Ես տեսնում էի Մետաքսյային գալիս յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի երեկո։ Միշտ ժամը 9։ Միշտ մենակ։ Նա մտնում էր շենք, ես լսում էի դռան զանգը 3-րդ հարկում։ 1 ժամ անց նա իջնում էր, ես նայում էի պատուհանից։ Նրա քայլվածքը փոխված էր։ Երբ նա մտնում էր, նա քայլում էր ուղիղ, գլուխը բարձր։ Երբ նա դուրս էր գալիս, նրա ուսերը թեքված էին, նա նայում էր գետնին։ Ավագյանը դադար է անում, նրա ձայնը դողում է։ Ես գիտեի, որ չպետք է խոսեի այդ մասին։ Բայց ինչպես կարող էի լռել, երբ տեսնում էի, թե ինչ էր տեղի ունենում։ Սա չէր սեր։ Սա էր գործարք։ Եվ Մետաքսյան էր ապրանքը։ Արդյոք Մետաքսյան հասկանում էր, թե ինչ էր դարձել։ Արդյոք նա տեսնում էր, որ յուրաքանչյուր նրա քայլ հետվում էր, յուրաքանչյուր նրա խոսք գրանցվում էր, յուրաքանչյուր նրա ընտրություն վերլուծվում էր։ Նրա մերձավոր ընկերուհի Լուսինե Գրիգորյանը, ով աշխատում էր Հայֆիլմում որպես կոստյումների դիզայներ, հիշում է զրույց, որը տեղի ունեցավ 1969 թվականի աշնանը։ Մենք նստած էինք նրա բնակարանում, խմում էինք թեյ, Մետաքսյան հանկարծ ասաց. Լուսի, երբեմն ես զգում եմ, որ ապրում եմ ակվարիումում։ Բոլորը կարող են տեսնել ինձ, բայց ես չեմ կարող դուրս գալ։ Ես հարցրի, թե ինչ է նա նկատի։ Նա ցույց տվեց պատուհանը, ասաց. Տեսնու ես այն մեքենան ներքում։ Վոլգան։ Այն այնտեղ է յուրաքանչյուր օր։ Երբեմն նույն մեքենան, երբեմն այլ։ Բայց միշտ կա մեկը։ Ես փորձեցի ասել, որ նա պարանոիկ է, որ ոչ ոք չի հետում նրան։ Նա նայեց ինձ այնպիսի հայացքով, որ ես երբեք չեմ մոռանա։ Լուսի, նա ասաց, երբ դու ես այնքան կարոր, որ քեզ պաշտպանում են, դու նա այնքան կարոր ես, որ քեզ վերահսկում են։ Սա նույն բանն է։ Բայց ինչու էր Մետաքսյան այդքան կարոր համակարգի համար։ Պատասխանը գտնվում է ոչ թե նրա տաղանդի մեջ, թե նա անվիճելիորեն տաղանդավոր էր, ոչ թե նրա գեղեցկության մեջ, թե նա անվիճելիորեն գեղեցիկ էր։ Պատասխանը գտնվում է նրա դիրքի մեջ, նա էր կամուրջը երկու աշխարհների միջ։ Մի կողմից նա էր հանրային դեմքը խորհրդային Հայաստանի մշակութային հաջողության, կինը, ով ապացուցում էր, որ համակարգը տալիս է հնարավորություններ բոլորին, անկախ ծագումից։ Մյուս կողմից նա էր գաղտնի աշխարհի մասը, այն աշխարհի, որտեղ իշխանությունը փոխանակվում էր գեղեցկության դիմաց, որտեղ կարիերաները կառուցվում էին ոչ թե թատրոնական բեմերում, այլ անծանոթ բնակարաններում Աբովյան փողոցում։ Մետաքսյան պետք է պահպաներ այս երկու դերերը միաժամանակ, համակարգը պետք է համոզված լիներ, որ նա երբեք չի շփոթի դրանք։ 1970 թվականին, երբ Մետաքսյան արդեն 35 տարեկան էր, տեղի ունեցավ դեպք, որը ցույց տվեց, թե որքան նուրբ էր այս հավասարակշռությունը։ Երանի թատրոնում պետք է բեմադրվեր Չեխովի «Երեք քույրերը», Մետաքսյան պետք է խաղար Մաշայի դերը։ Ռեժիսոր Վարդան Աչեմյանը, ով հայտնի էր իր անկոմպրոմիս մոտեցմամբ արվեստին, ուզում էր ցույց տալ Մաշային ոչ թե որպես ռոմանտիկ հերոսուհի, այլ որպես կին, ով ծուղակի մեջ է իր սեփական ընտրությունների պատճառով։
Փորձերի ժամանակ Աչեմյանը պահանջում էր Մետաքսիայից խաղալ այնպես, որ հանդիսատեսը տեսներ Մաշայի ցավը, նրա զղջումը, նրա ընդունումը, որ նա վաճառել է իր երազանքները հարմարավետության համար։ Մետաքսյան խաղում էր այդ դերը այնպիսի ինտենսիվությամբ, որ փորձերի ժամանակ մյուս դերասանները լաց էին լինում։ Նա չէր խաղում Մաշային։ Նա խաղում էր ինքն իրեն։ Բայց 2 շաբաթ մինչ պրեմիերան Աչեմյանը կանչվեց թատրոնի տնօրենի գրասենյակ։ Տնօրեն Արթուր Մկրտչյանը, ով սովորաբար չէր միջամտում ստեղծագործական գործընթացին, այս անգամ ուներ հստակ հանձնարարություն։ Վարդան, նա ասաց, մենք ստացել ենք ազդանշան մշակույթի բաժնից։ Քո մեկնաբանությունը Մաշայի կերպարի մասին համարվում է չափազանց քննադատական։ Դու ցույց ես տալիս կին, ով զղջում է իր ընտրություններից։ Սա կարող է մեկնաբանվել որպես քննադատություն խորհրդային կանանց նկատմամբ, ովքեր կատարել են իրենց ընտրությունները։ Աչեմյանը փորձեց բացատրել, որ Չեխովի ներկայացումը գրված է 1896 թվականին ոչ մի կապ չունի խորհրդային իրականության հետ։ Բայց Մկրտչյանը ընդհատեց նրան. Վարդան, դու հասկանում ես, թե ով է խաղում Մաշային։ Մետաքսյա Սիմոնյանը խորհրդային մշակույթի խորհրդանիշ է։ Երբ հանդիսատեսը տեսնում է նրան բեմում, զղջալով իր ընտրությունների համար, նրանք չեն տեսնում Մաշային։ Նրանք տեսնում են Մետաքսյային։ Եվ սա անթույլատրելի է։ Աչեմյանը հրաժարվեց փոխել իր ռեժիսուրան։ Հաջորդ օրը նա ազատվեց թատրոնից։ Պաշտոնական պատճառը ստեղծագործական տարաձայնություններ։ Ներկայացումը բեմադրվեց նոր ռեժիսորի կողմից, ով ցույց տվեց Մաշային որպես ուժեղ, անկախ կին, ով երջանիկ է իր ընտրություններով։ Մետաքսյան խաղաց այդ վերսիան անթերի պրոֆեսիոնալիզմով։ Բայց նրանք, ովքեր տեսել էին փորձերը Աչեմյանի հետ, ասում էին, որ նրա իսկական խաղը կորավ այդ փոփոխություններում։ Լուսինե Գրիգորյանը հիշում է, որ պրեմիերայից հետո գնաց Մետաքսյայի գրիմասենյակ։ Նա նստած էր հայելու առաջ, հանում էր իր դիմահարդարումը։ Ես ասացի. Դու հիանալի էիր։ Նա նայեց ինձ հայելու միջոցով ասաց. Ես եղա այն, ինչ նրանք ուզում էին տեսնել։ Սա է իմ աշխատանքը։ Ապա նա շարունակեց հանել իր դիմահարդարումը, ես տեսա, որ նրա ձեռքերը դողում են։ Ոչ թե վախից։ Ոչ թե զայրույթից։ Այլ ինչ-որ ավելի վատ բանից, ընդունումից։ Արդյոք Մետաքսյան երբե փորձել է ապստամբել։ Արդյոք նա երբե ասել է ոչ այն մարդկանց, ովքեր վերահսկում էին նրա կյանքը։ Պատասխանը բարդ է, որովհետև ապստամբությունը կարող է ունենալ շատ ձեր։ Երբեմն ապստամբությունը չի նշանակում բարձրաձայն ոչ ասել։ Երբեմն ապստամբությունը նշանակում է փոքր ընտրություններ կատարել, որոնք պահպանում են քո մարդկայնությունը, երբ ամեն ինչ այլ վերցված է քեզնից։ 1972 թվականին Մետաքսյան սկսեց անել մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Նա սկսեց դասավանդել։ Ոչ թե պաշտոնական դասընթացներ թատրոնական ինստիտուտում, որտեղ ամեն ինչ վերահսկվում էր, գրանցվում էր։ Նա սկսեց անվճար դասեր տալ երիտասարդ աղջիկներին, ովքեր չէին կարող թույլ տալ վճարել պրոֆեսիոնալ ուսուցման համար։ Յուրաքանչյուր շաբաթ նա հավաքում էր 5-6 աղջկա իր բնակարանում, սովորեցնում էր նրանց ոչ թե ինչպես դառնալ հայտնի, ոչ թե ինչպես կառուցել կարիերա, այլ ինչպես պահպանել իրենց ինքնությունը այս մասնագիտության մեջ։ Նախկին աշակերտ Աննա Հակոբյանը, ով այսօր դերասանուհի է Երանի դրամատիկական թատրոնում, հիշում է այդ դասերը որպես ամենակարևոր փորձը իր կյանքում։ Մետաքսյան երբեք չխոսեց մեզ հետ իր սեփական կարիերայի մասին։ Նա երբեք չպատմեց, թե ինչպես է հասել այնտեղ, որտեղ է։ Բայց նա սովորեցրեց մեզ մի բան ավելի կարևոր։ Նա սովորեցրեց, թե ինչպես ասել է ոչ։ Ոչ թե բարձրաձայն, ոչ թե դրամատիկ կերպով, այլ փոքր, անտեսանելի ձեռով։ Նա ասաց. Երբ ինչ-որ մեկը խնդրում է քեզ անել մի բան, որը քեզ անհարմար է զգացնում, դու կարող ես համաձայնվել արտաքուստ, բայց ներսում պահպանել մի փոքր տարածք, որը միայն քոնն է։ Այդ տարածքը քո ապաստանն է։ Երբեք մի թույլ տուր, որ ինչ-որ մեկը մտնի այնտեղ։
Ես այն ժամանակ չհասկացա, թե ինչ էր նա նկատի։ Բայց հիմա, 30 տարի անց, ես հասկանում եմ։ Նա սովորեցնում էր մեզ, թե ինչպես գոյատել համակարգում առանց կորցնելու քո հոգին։ Բայց համակարգը նկատեց այս դասերը։ 1973 թվականին Մետաքսյային կանչեցին Կենտկոմի մշակույթի բաժին։ Ոչ թե Արամ Խաչատրյանը, ով արդեն Մոսկվայում էր, այլ նոր պաշտոնյա, Գորգ Սարգսյանը, 48 տարեկան տղամարդ, ով հայտնի էր իր կոշտ մոտեցմամբ կարգապահության խնդիրներին։ Սարգսյանը ուղղակի էր։ Ընկերուհի Սիմոնյան, նա ասաց, մենք տեղեկացել ենք, որ դուք անցկացնում եք անհաստատված դասընթացներ ձեր բնակարանում։ Սա խախտում է կանոնակարգերը։ Բոլոր կրթական գործունեությունները պետք է լինեն պաշտոնապես գրանցված վերահսկվող։ Մետաքսյան, ով սովորաբար խուսափում էր կոնֆրոնտացիայից, այս անգամ ասաց մի բան անսպասելի։ Ընկեր Սարգսյան, նա ասաց, ես չեմ վարձ ստանում այդ դասերի համար։ Ես չեմ տալիս դիպլոմներ։ Ես պարզապես կիսվում եմ իմ փորձով երիտասարդ աղջիկների հետ, ովքեր սիրում են թատրոնը։ Սա չի թույլատրվում մեր երկրում։ Սարգսյանը նայեց նրան երկար։ Ապա նա ասաց. Ամեն ինչ թույլատրվում է, ընկերուհի Սիմոնյան։ Բայց ամեն ինչ ունի հետանքներ։ Դուք ազատ եք շարունակել ձեր դասերը։ Բայց հիշեք, որ ամեն ինչ, ինչ դուք ասում եք այդ աղջիկներին, կարող է մեկնաբանվել տարբեր ձևով։ Սա էր սպառնալիք, Մետաքսյան գիտեր դա։ Բայց նա չդադարեցրեց դասերը։ Փոխարենը նա դարձավ ավելի զգույշ։ Նա խոսեց ավելի քիչ իր սեփական փորձի մասին, ավելի շատ տեխնիկայի մասին։ Նա խուսափեց թեմաներից, որոնք կարող էին համարվել քաղաքականորեն զգայուն։ Բայց յուրաքանչյուր դասի վերջում, երբ աղջիկները պատրաստվում էին հեռանալ, նա ասում էր նույն բանը. Հիշեք, որ դուք ավելին եք, քան ձեր դերերը։ Դուք ավելին եք, քան այն, ինչ մարդիկ տեսնում են բեմում։ Երբեք մի մոռացեք դա։ Այս պարզ խոսքերը, որոնք կարող էին թվալ անվնաս, իրականում էին ամենահզոր ապստամբությունը, որը Մետաքսյան կարող էր թույլ տալ իրեն։ Նա սովորեցնում էր այդ աղջիկներին, որ նրանք ունեն արժեք անկախ համակարգից, անկախ նրանից, թե ով է հովանավորում նրանց, անկախ նրանից, թե ինչ են նրանք պատրաստ անել հաջողության համար։ Արդյոք այս փոքր ապստամբությունը բավարար էր։ Արդյոք այն փոխհատուցում էր բոլոր այն ընտրությունները, որոնք Մետաքսյան կատարել էր իր կյանքում։ Թե դա պարզապես մի ձեր, որով նա փորձում էր ապրել իր հետ, փորձում էր գտնել իմաստ այն ամենում, ինչ տեղի էր ունեցել։ Աննա Հակոբյանը հիշում է վերջին դասը, որը Մետաքսյան տվեց նրանց 1975 թվականի ամռանը։ Մենք չգիտեինք, որ դա վերջին դասն է լինելու։ Մետաքսյան ավելի լուռ էր, քան սովորաբար։ Դասի վերջում նա ասաց. Աղջիկներ, ես ուզում եմ ասել ձեզ մի բան, որը երբեք չեմ ասել ուրիշ ոչ ոքի։ Երբ ես ձեր տարիքում էի, ես մտածում էի, որ հաջողությունը ամենակարևորն է։ Ես մտածում էի, որ եթե ես դառնամ հայտնի, եթե ես խաղամ մեծ դերեր, եթե ես ապրեմ գեղեցիկ բնակարանում, ապա ես կլինեմ երջանիկ։ Բայց ես սխալվել եմ։ Հաջողությունը ոչինչ չի նշանակում, եթե դու կորցրել ես ինքդ քեզ ճանապարհին։ Նա դադար արեց, մենք տեսանք, որ նրա աչքերը լցված են արցունքներով։ Մի արեք իմ սխալները, նա ասաց։ Մի վաճառեք ձեր հոգին գնով, որը երբեք չի արժենա այն։ Ապա նա ժպտաց, սրբեց իր աչքերը, ասաց. Հիմա գնացեք տուն։ Եվ հիշեք, դուք ազատ եք։ Մենք երբեք այլս չտեսանք Մետաքսյային այդ դասերում։ Երբ մենք փորձեցինք զանգահարել նրան, նրա հեռախոսը չէր պատասխանում։ Երբ մենք գնացինք նրա բնակարան, դռնապանը ասաց, որ նա մեկնել է Մոսկվա անորոշ ժամանակով։ Միայն ամիսներ անց մենք իմացանք ճշմարտությունը։ Կենտկոմի մշակույթի բաժինը խստորեն առաջարկել էր Մետաքսյային դադարեցնել իր անպաշտոնական դասերը։ Երբ նա հրաժարվեց, նրան տեղեկացրին, որ նրա հաջորդ ֆիլմային նախագիծը չի ֆինանսավորվի։
Երբ նա դեռ չհամաձայնեցավ, նրան հրավիրեցին Երկարատ հանգստի Մոսկվայի մոտակայքում գտնվող սանատորիում։ Սա չէր ձերբակալություն։ Սա չէր աքսոր։ Սա էր ավելի նուրբ բան, բուժում կնոջ համար, ով գերհոգնած էր, պահանջում էր հանգիստ։ Երբ Մետաքսյան վերադարձավ Երան 3 ամիս անց, նա այլս չտվեց դասեր։ Նա այլս չխոսեց հանրությանը իր սեփական փորձի մասին։ Նա վերադարձավ լինելու այն, ինչ համակարգը ուզում էր՝ գեղեցիկ, տաղանդավոր, հնազանդ խորհրդանիշ։ Բայց ինչու էր համակարգը այդքան վախենում Մետաքսիայի դասերից։ Ինչ վտանգ էր ներկայացնում մի քանի երիտասարդ աղջիկների, ովքեր սովորում էին դերասանական արվեստ։ Պատասխանը պարզ է, երբ հասկանում ես, թե ինչ իրականում էր սովորեցնում Մետաքսյան։ Նա չէր սովորեցնում դերասանական տեխնիկա։ Նա սովորեցնում էր ինքնագիտակցություն։ Նա սովորեցնում էր, որ կանայք կարող են ունենալ արժեք անկախ տղամարդկանց հաստատումից։ Նա սովորեցնում էր, որ հաջողությունը, որը գալիս է ինքնության կորստի գնով, իրականում պարտություն է։ Եվ սա էր ամենավտանգավոր գաղափարը Խորհրդային Միությունում, գաղափարը, որ անհատը կարող է ունենալ արժեք անկախ պետությունից, անկախ կուսակցությունից, անկախ համակարգից։ Մետաքսյան, ով ամբողջ կյանքը ապրել էր որպես համակարգի արտադրանք, վերջապես փորձում էր ստեղծել մի բան, որը համակարգը չէր կարող վերահսկել, մի սերունդ երիտասարդ կանանց, ովքեր կիմանային իրենց արժեքը։ Արդյոք Մետաքսյան հաջողեց։ Արդյոք այդ աղջիկները, ում նա դասավանդեց, իսկապես սովորեցին այն դասերը, որոնք նա փորձեց տալ նրանց։ Աննա Հակոբյանը, ով այսօր 65 տարեկան է, դեռ աշխատում է թատրոնում, ասում է. ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը առաջարկում է ինձ դեր, որը պահանջում է ինձնից անել մի բան, որը հակասում է իմ արժեքներին, ես հիշում եմ Մետաքսիայի խոսքերը։ Ես հիշում եմ նրա աչքերը, երբ նա ասաց մեզ. մի վաճառեք ձեր հոգին։ Եվ ես ասում եմ ոչ։ Երբեմն սա նշանակում է կորցնել դեր։ Երբեմն սա նշանակում է կորցնել փող։ Բայց ես երբեք չեմ կորցրել այն փոքր տարածքը, որի մասին նա խոսեց, այն տարածքը, որը միայն իմն է։ Եվ դրա համար ես երախտապարտ եմ նրան յուրաքանչյուր օր։ Դադար է անում, նրա ձայնը կոտրվում է։ Մետաքսյան չկարողացավ փրկել ինքն իրեն։ Բայց նա փրկեց մեզ։ Եվ սա, ես կարծում եմ, նրա իսկական ժառանգությունն է։ Ոչ թե ֆիլմերը, ոչ թե պարկները, ոչ թե հռչակը։ Այլ այն աղջիկները, ում նա սովորեցրեց, թե ինչպես մնալ ամբողջական այն աշխարհում, որը ուզում է քեզ կոտրել։ Երբ բժիշկները խոսում են իշխանության մասին, նրանք հաճախ օգտագործում են բժշկական տերմինաբանություն։ Իշխանությունը կարող է լինել թույն, որը դանդաղ թափանցում է արյան մեջ, կամ վիրուս, որը վարակում է մարդու մտածողությունը, կամ կախվածություն, որից անհնար է ազատվել։ Բայց ինչ-որ մեկը, ով ապրել է իշխանության ստվերում, գիտի, որ իշխանությունը ավելին է, քան պարզապես մետաֆորա։ Իշխանությունը ունի ֆիզիկական ազդեցություն մարդու մարմնի վրա, հատկապես կնոջ մարմնի վրա, ով ստիպված է օգտագործել իր մարմինը որպես արժույթ իշխանության աշխարհում։ 1976 թվականին, երբ Մետաքսյա Սիմոնյանը 41 տարեկան էր, նա սկսեց ունենալ առողջական խնդիրներ, որոնք բժիշկները չէին կարող բացատրել բժշկական տերմիններով։ Նա սկսեց կորցնել քաշ, թե նա ուտում էր նորմալ։ Նա սկսեց ունենալ անկնություն, թե նա ստանում էր ամենալավ հանգստացնող դեղերը, որոնք հասանելի էին Խորհրդային Միությունում։ Նա սկսեց ունենալ ցավեր, որոնք տեղափոխվում էին նրա մարմնով առանց որևէ օրինաչափության, մի օր գլուխ, հաջորդ օր ետ, հաջորդ օր ստամոքս։ Բժիշկները կատարեցին բոլոր հնարավոր հետազոտությունները, բայց չգտան ոչինչ ֆիզիկական։ Նրանք ասացին, որ սա նյարդային, որ նա պետք է հանգստանա, որ նա պետք է վերցնի արձակուրդ։ Բայց Մետաքսիայի անձնական բժիշկ Արմեն Գորգյանը, ով բուժում էր նրան 10 տարի, գիտեր, որ խնդիրը ավելի խորն էր։ Գորգյանը, ով այսօր 81 տարեկան է թոշակի վրա, համաձայնեց խոսել առաջին անգամ իր պրոֆեսիոնալ գաղտնիության մասին։ Երբ ես առաջին անգամ տեսա Մետաքսիային 1966 թվականին, նա ասում է, նրա ձայնը դեռ ուժեղ է, չնայած տարիքին, ես անմիջապես հասկացա, որ նրա հետ մի բան սխալ է։ Ոչ թե ֆիզիկական իմաստով։
Նրա վիճակագրությունը նորմալ էր, ճնշումը, զարկերակը, ջերմաստիճանը։ Բայց երբ ես նայեցի նրա աչքերին, ես տեսա մի բան, որը տեսել եմ միայն պատերազմի վետերաններում։ Ես տեսա մարդու, ով ապրում է մշտական սթրեսի մեջ, մարդու, ով երբեք չի զգում անվտանգ, մարդու, ում մարմինը մշտապես պատրաստ է կռվի կամ փախուստի ռեակցիայի։ Գորգյանը դադար է անում, նրա ձեռքերը ծալված են նրա գրքույկի վրա։ Ես հարցրի նրան, արդյոք նա վտանգի մեջ է, արդյոք ինչ-որ մեկը սպառնում է նրան։ Նա ժպտաց, այն ժպիտը, որը նա օգտագործում էր հանրությանը, ասաց բժիշկ Գորգյան, ես ամենապաշտպանված կինն եմ Հայաստանում։ Ինչպես կարող եմ վտանգի մեջ լինել։ Բայց նրա աչքերը ասում էին այլ բան։ Նրա աչքերը ասում էին, ես վտանգի մեջ եմ յուրաքանչյուր րոպե, ոչ ոք չի կարող ինձ պաշտպանել։ Գորգյանը սկսեց վարել մանրամասն ժուրնալ Մետաքսիայի առողջության մասին։ Այդ ժուրնալը, որը նա դեռ պահպանում է իր տանը, բացահայտում է նմուշ, որը տագնապալի է։ Յուրաքանչյուր անգամ, երբ Մետաքսյան ուներ կարևոր հանդիպում Կենտկոմի պաշտոնյաների հետ, նրա ցավերը սրվում էին հաջորդ օրը։ Յուրաքանչյուր անգամ, երբ նա պետք է մասնակցեր պաշտոնական միջոցառման, որտեղ նա պետք է լիներ կատարյալ խորհրդային կին, նրա անքնությունը վատանում էր։ Յուրաքանչյուր անգամ, երբ նա ավարտում էր ֆիլմի նկարահանումները, որտեղ նա խաղում էր ուժեղ, անկախ կին, նրա դեպրեսիան խորանում էր։ Սա չէր պատահական, Գորգյանը բացատրում է։ Սա էր նրա մարմնի ռեակցիան այն կյանքին, որը նա ստիպված էր ապրել։ Նրա մարմինը գիտեր ճշմարտությունը, նույնիսկ երբ նրա միտքը փորձում էր շղթել այն։ Նրա մարմինը ապստամբում էր այն դերի դեմ, որը նա ստիպված էր խաղալ յուրաքանչյուր օր։ Բայց ամենավտանգավոր ախտանիշը չէր ֆիզիկական ցավը կամ անքնությունը։ Ամենավտանգավոր ախտանիշը էր այն, ինչ Գորգյանը անվանում է էմոցիոնալ թմրություն։ Մետաքսյան սկսեց կորցնել իր կարողությունը զգալ, նա ասում է։ Երբ ես հարցնում էի նրան, թե ինչպես է նա զգում, նա նայում էր ինձ շփոթված, կարծես ես հարցնում էի նրան օտար լեզվով։ Նա կարող էր նկարագրել իր ֆիզիկական ցավերը, բայց նա չէր կարող նկարագրել իր զգացմունքները։ Սա պաշտպանական մեխանիզմ է։ Երբ մարդը ապրում է իրավիճակում, որտեղ նրա զգացմունքները անընդունելի են կամ վտանգավոր են, մարմինը սովորում է անջատել դրանք։ Բայց այս անջատումը գալիս է գնով։ Դու չես կարող ընտրովի անջատել միայն ցավոտ զգացմունքները։ Երբ դու անջատում ես ցավը, դու նա անջատում ես ուրախությունը, սերը, հույսը։ Դու դառնում ես ապրող մարդ, բայց ոչ իսկապես կենդանի։ 1977 թվականին Գորգյանը կատարեց մի բան, որը կարող էր ավարտել նրա կարիերան։ Նա գրեց մանրամասն զեկույց Մետաքսիայի առողջական վիճակի մասին ուղարկեց այն Կենտկոմի առողջապահության բաժին։ Զեկույցում նա ոչ միայն նկարագրեց ֆիզիկական ախտանիշները, այլ նա իր եզրակացությունը, հիվանդի առողջական խնդիրները ունեն հոգեբանական արմատներ, որոնք կապված են նրա պրոֆեսիոնալ անձնական կյանքի սթրեսի հետ։ Առանց հիմնարար փոփոխությունների նրա կյանքի պայմաններում, բժշկական բուժումը կլինի անարդյունավետ։ Սա էր այնքան մոտ, որքան բժիշկը կարող էր գալ ասելուն, որ Մետաքսիայի հիվանդությունը պատճառված էր այն համակարգով, որը նա ապրում էր։ 2 շաբաթ անց Գորգյանը կանչվեց Կենտկոմի առողջապահության բաժնի պետի գրասենյակ։ Նրանք չսպառնացին ինձ, Գորգյանը հիշում է։ Նրանք ավելի նուրբ էին։ Նրանք ասացին, որ իմ զեկույցը չափազանց սպեկուլյատիվ է, որ ես գերազանցում եմ իմ իրավասությունները, որպես բժիշկ կատարելով հոգեբանական ախտորոշումներ։ Նրանք ասացին, որ Մետաքսյա Սիմոնյանը ազգային գանձ է, որ ցանկացած հրապարակային քննարկում նրա առողջության մասին կարող է վնասել նրա հեղինակությանը խորհրդային Հայաստանի մշակութային պատկերին։ Ապա նրանք ասացին ինձ, որ ես պետք է շարունակեմ բուժել Մետաքսիայի ֆիզիկական ախտանիշները, բայց ես պետք է խուսափեմ անհիմն սպեկուլյացիաներից նրա հոգեկան վիճակի մասին։ Ես հասկացա ուղերձը։ Ես կարող էի բուժել նրա ցավերը, բայց ես չէի կարող խոսել ցավի պատճառների մասին։ Գորգյանը շարունակեց բուժել Մետաքսիային հաջորդ 10 տարիների ընթացքում։ Նա նշանակեց ցավազրկողներ նրա գլխացավերի համար, հանգստացնողներ նրա անքնության համար, հակադեպրեսանտներ նրա տրամադրության համար։
Բայց նա գիտեր, որ սա էր միայն ախտանիշների բուժում, ոչ թե հիվանդության։ Ես զգում էի ինձ անօգուտ, նա ասում է, նրա ձայնը լցված է զղջումով։ Ես էի բժիշկ, բայց ես չէի կարող բուժել իմ հիվանդին, որովհետև իրական հիվանդությունը չէր նրա մարմնում։ Իրական հիվանդությունը էր այն համակարգում, որտեղ նա ապրում էր։ Եվ ես չէի կարող բուժել համակարգը։ Նա դադար է անում, նրա աչքերը լցված են արցունքներով։ Երբեմն ես մտածում եմ, արդյոք ես պետք է հրաժարվեի բուժել նրան, արդյոք ես պետք է բարձրաձայն ասեի ճշմարտությունը, նույնիսկ եթե դա նշանակեր կորցնել իմ աշխատանքը։ Բայց ես վախեցա։ Եվ այդ վախը, ես կարծում եմ, դարձրեց ինձ համակիր այն համակարգին, որը սպանում էր նրան դանդաղ։ Բայց Մետաքսյան չէր միակ կինը, ով տառապում էր այս անտեսանելի հիվանդությունից։ Գորգյանի պրակտիկայում կային ուրիշ կանայք, դերասանուհիներ, երգչուհիներ, պարուհիներ, ովքեր բոլորը ցուցաբերում էին նմանատիպ ախտանիշներ։ Սա էր համաճարակ, նա ասում է։ Բայց ոչ ոք չէր խոսում այդ մասին, որովհետև ոչ ոք չէր ուզում ճանաչել, որ մեր փառավոր խորհրդային կանայք իրականում հիվանդ էին այն համակարգից, որը պետք է նրանց պաշտպաներ։ Գորգյանը սկսեց գաղտնի ժուրնալ վարել, որտեղ նա գրանցում էր նմուշները, որոնք նա տեսնում էր իր հիվանդների մեջ։ Նա երբեք չհրապարակեց այդ ժուրնալը, բայց նա դեռ պահպանում է այն որպես վկայություն այն մասին, ինչ իրականում տեղի էր ունենում այն կանանց հետ, ում մենք պատվում էինք որպես խորհրդանիշներ։ Ինչպես էր Մետաքսյան ապրում այս ամենի հետ։ Ինչպես էր նա շարունակում ժպտալ հանրային միջոցառումներում, շարունակում խաղալ բեմում, շարունակում ընդունել պարկներ, երբ նրա մարմինը դանդաղորեն քայքայվում էր ներսից։ Պատասխանը գտնվում է մի բանում, որը Գորգյանը անվանում է գոյատման մեխանիզմ։ Մետաքսյան սովորել էր ապրել երկու զուգահեռ իրականություններում, նա բացատրում է։ Մի իրականություն էր հանրային, որտեղ նա էր հաջող, գեղեցիկ, երջանիկ դերասանուհի։ Մյուս իրականությունը էր մասնավոր, որտեղ նա էր հիվանդ, հոգնած, հուսահատ կին։ Նա պահպանում էր այս երկու իրականությունները խստորեն առանձնացված։ Երբ նա էր հանրության մեջ, նա դառնում էր այն կինը, որը բոլորը ուզում էին տեսնել։ Երբ նա էր մենակ, նա թույլ էր տալիս իրեն լինել այն կինը, որը նա իրականում էր։ Բայց այս կրկնակի կյանքը պահանջում էր հսկայական էներգիա։ Եվ ժամանակի ընթացքում այդ էներգիան սպառվեց։ 1981 թվականին, երբ Մետաքսյան 46 տարեկան էր, նա ունեցավ այն, ինչ Գորգյանը անվանում է լուր կոլապս։ Սա չէր դրամատիկ կոտրում։ Սա չէր հանրային սկանդալ։ Սա էր պարզապես պահ, երբ նրա մարմինը ասաց բավական է։ Նա էր նկարահանումների մեջ, խաղում էր դեր, որը նա խաղացել էր տասնյակ անգամներ առաջ, ուժեղ կին, ով հաղթահարում է բոլոր դժվարությունները։ Բայց այս անգամ, կադրի մեջտեղում, նա պարզապես դադարեցրեց խոսելը։ Նա չընկավ գետին։ Նա չլաց եղավ։ Նա պարզապես կանգնեց այնտեղ, լուռ, նայելով դատարկ տարածության մեջ։ Ռեժիսորը կանչեց կտրել, մտածելով, որ սա տեխնիկական խնդիր է։ Բայց Մետաքսյան չշարժվեց։ Նա կանգնած էր այնտեղ, նրա աչքերը բաց, բայց ոչինչ չտեսնող։ Գորգյանը, ով ներկա էր նկարահանումների վայրում, անմիջապես հասկացավ, թե ինչ էր տեղի ունենում։ Սա էր նրա մարմնի վերջնական ապստամբությունը, նա ասում է։ Նրա միտքը դեռ փորձում էր շարունակել, բայց նրա մարմինը հրաժարվեց։ Սա էր ամենազուտ ոչ ասելու, որը նա երբեք կարող էր արտահայտել։ Մետաքսյան տարվեց հիվանդանոց, որտեղ նա մնաց 2 շաբաթ։ Պաշտոնական ախտորոշումը՝ նյարդային հյուծում պատճառված գերաշխատանքից։ Բայց Գորգյանը գիտեր ճշմարտությունը։ Սա չէր պարզապես հյուծում, նա ասում է։ Սա էր նրա մարմնի վերջնական փորձը ազատվելու այն բանտից, որտեղ նա ապրել էր 25 տարի։ Նրա միտքը չէր կարող ազատվել, որովհետև նա չուներ ուրիշ տեղ գնալու, ուրիշ կյանք ապրելու։ Բայց նրա մարմինը փորձեց։ Եվ մի պահի համար նա հաջողեց։ Այդ 2 շաբաթը հիվանդանոցում էին միակ ժամանակը, երբ Մետաքսյան իսկապես հանգստացավ, որովհետև նա վերջապես ուներ իրավունք հիվանդ լինելու, իրավունք թույլ չլինելու, իրավունք ոչինչ չլինելու բացի հիվանդից։
Երբ Մետաքսյան դուրս եկավ հիվանդանոցից, նա փոխված էր։ Ոչ թե դրամատիկ կերպով, որը մարդիկ կնկատեին։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան մոտիկից, տեսան տարբերությունը։ Լուսինե Գրիգորյանը հիշում է, երբ ես այցելեցի նրան հիվանդանոցից դուրս գալուց հետո ես տեսա, որ ինչ-որ բան փոխվել է նրա աչքերում։ Նախկինում, նույնիսկ երբ նա տխուր էր, նրա աչքերում դեռ կար կրակ, դեռ կար պայքար։ Բայց հիմա այդ կրակը մարել էր։ Նրա աչքերը դարձել էին հանգիստ, բայց դա էր մահվան հանգստությունը, ոչ թե խաղաղության։ Մետաքսյան շարունակեց աշխատել, շարունակեց խաղալ, շարունակեց ներկայանալ հանրությանը։ Բայց ինչ-որ բան էական փոխվել էր։ Նա այլևս չէր փորձում պահպանել երկու առանձին իրականություններ։ Նա պարզապես ապրում էր մեկ իրականություն, մակերեսային, դատարկ, բայց անվտանգ իրականություն, որտեղ նա չէր զգում ոչինչ, բայց նա չէր տառապում։ Արդյոք սա էր հաղթանակ կամ պարտություն։ Արդյոք Մետաքսյան գտավ խաղաղություն, թե՞ նա պարզապես հանձնվեց։ Գորգյանը չգիտի պատասխանը։ Ես կարծում եմ, նա ասում է, որ Մետաքսյան արեց միակ բանը, որը նա կարող էր անել, գոյատել։ Ոչ թե ապրել, ոչ թե ծաղկել, այլ պարզապես գոյատել։ Եվ երբեմն, այն համակարգում, որտեղ նա ապրում էր, գոյատումը ինքնին էր հերոսություն։ Նա դադար է անում, նրա ձայնը դողում է։ Բայց ես երբեմն մտածում եմ, արդյոք գոյատումը բավարար է։ Արդյոք կյանքը, որը ապրվում է միայն գոյատելու համար, արժե ապրելու։ Սա հարց է, որին ես չեմ կարող պատասխանել։ Բայց ես գիտեմ, որ Մետաքսյան յուրաքանչյուր օր տվեց իր պատասխանը, նա արթնանում էր, նա հագնվում էր, նա գնում էր աշխատանքի, նա ժպտում էր հանրությանը։ Եվ յուրաքանչյուր օր, երբ նա դա անում էր, նա ասում էր. «Այո, այս կյանքը, նույնիսկ այս կյանքը արժե ապրելու»։ Թե՞ նա սխալվում էր, ես չգիտեմ։ Բայց ես հարգում եմ նրա ընտրությունը։ Պատկերացրեք, որ դուք եք 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Մետաքսյա Սիմոնյանի մասին, յուրաքանչյուր գաղտնի հանդիպում, յուրաքանչյուր բժշկական ախտորոշում, յուրաքանչյուր թուլացման պահ, երբ նրա դիմակը սահում էր։ Հիմա պատկերացրեք, որ պետք է ընտրեք, պահպանել այդ գաղտնիքները, պաշտպանել համակարգը, կամ խոսել ոչնչացնել այն պատկերը, որը կառուցվել է տասնամյակների ընթացքում։ 1982 թվականին, երբ Մետաքսյան արդեն 47 տարեկան էր, նրա առողջությունը շարունակում էր վատանալ, Կենտկոմի ներքին անվտանգության բաժինը ստեղծեց հատուկ խումբ, 12 հոգուց բաղկացած, ում միակ առաքելությունը էր վերահսկել ամեն ինչ, որ կապված էր Սիմոնյանի հետ։ Այս խումբը չէր սովորական հսկողություն։ Սրանք էին մարդիկ, ովքեր ներկա էին նրա ամենամասնավոր պահերին, նրա բժշկական զննումներին, նրա գաղտնի հանդիպումներին, նրա լուռ կոլապսներին, գիշերվա մութ ժամերին։ Նրանք գիտեին ճշմարտությունը, որը ոչ ոք չպետք է իմանար։ Եվ յուրաքանչյուր օր նրանք պետք է որոշեին, արդյոք այդ ճշմարտությունը արժե պահպանելու։ Նախկին անվտանգության սպա Վահագն Մարտիրոսյանը, ով այսօր 71 տարեկան է, ապրում է Երանի արվարձաններից մեկում, համաձայնեց խոսել առաջին անգամ 40 տարվա լռությունից հետո։ Նրա ձեռքերը դողում են, երբ նա բացում է հին նոթատետրը, լի գաղտնագրված նշումներով, որոնք նա վարել է այն տարիներին։ Մենք չէինք պարզապես հսկողներ, նա ասում է, նրա ձայնը գրեթե շշուկ է։ Մենք էինք վկաներ։ Եվ վկա լինելը նշանակում է կրել այն բեռը, որը երբեք չես կարող դնել ներք։ Ես տեսել եմ Մետաքսյա Սիմոնյանին այնպիսի վիճակներում, որոնք ոչ ոք չպետք է տեսներ։ Ես տեսել եմ նրան լացող, ես տեսել եմ նրան հիվանդ, ես տեսել եմ նրան խնդրող, թող նրան լինել պարզապես մարդ, ոչ թե խորհրդանիշ։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ ես տեսնում էի այդ, ես պետք է գրեի զեկույց, պետք է փոխանցեի այն իմ վերադասներին, ովքեր օգտագործում էին այդ տեղեկությունները, ավելի ամուր պահելու նրան իրենց վերահսկողության տակ։ Մարտիրոսյանը հիշում է մի գիշեր 1982 թվականի նոյեմբերին, երբ նրան հանձնարարվեց հետել Մետաքսյային մինչ անծանոթ հասցե Մաշտոցի պողոտայում։ Ես գիտեի այդ շենքը, նա ասում է։ Այն էր հատուկ բնակարանը, որը Կենտկոմը պահում էր այն հանդիպումների համար, որոնք չպետք է տեղի ունենային պաշտոնական վայրերում։
Բայց այս անգամ ինչ-որ բան այլ էր։ Մետաքսյան ժամանեց ոչ թե իր սովորական Վոլգայով, այլ տաքսիով։ Նա հագած էր պարզ զգեստ, առանց դիմահարդարման, նրա մազերը ծածկված էին գլխաշորով։ Նա փորձում էր չճանաչվել։ Մարտիրոսյանը դադար է անում, նրա աչքերը լցված են ցավով։ Ես սպասեցի դրսում 3 ժամ։ Երբ նա դուրս եկավ, ես տեսա նրա դեմքը լուսադիոդի լույսի տակ։ Նա լացել էր այնքան ուժգնորեն, որ նրա աչքերը այտուցել էին։ Նրա քայլերը անկայուն էին, կարծես նա հարբած լիներ, բայց ես գիտեի, որ նա չէր խմել։ Սա էր այլ տեսակի հարբածություն, հուսահատության հարբածություն։ Բայց ո՞վ էր այդ բնակարանում։ Ո՞վ էր այն մարդը, ում հետ Մետաքսյան հանդիպում էր այդ գիշերը։ Մարտիրոսյանի նոթատետրը պարունակում է միայն կոդային անուն, օբյեկտ նոմեր 3։ Բայց նա հիշում է ավելին, քան գրել է։ Այդ մարդը չէր Արամ Խաչատրյանը, ով արդեն Մոսկվայում էր, նա ասում է։ Սա էր նոր մարդ, ավելի երիտասարդ, ավելի հզոր, ավելի վտանգավոր։ Նրա անունը Կարեն Դեմիրճյանն էր, Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, ամենահզոր մարդը Հայաստանում։ Եվ նա ուզում էր Մետաքսյա Սիմոնյանին ոչ թե որպես դերասանուհի, այլ որպես ինչ-որ ավելի բարդ բան, որպես խորհրդանիշ իր իշխանության, որպես ապացույց, որ նա կարող էր ունենալ ամեն ինչ, նույնիսկ ամենահայտնի կնոջը երկրում։ Մարտիրոսյանը հիշում է, որ հաջորդ օրը նա ներկայացրեց իր զեկույցը իր անմիջական վերադասին, ով կարդաց այն, ապա նայեց նրան երկար։ Վահագն, վերադասը ասաց, դու տեսար ինչ-որ բան, որը չպետք է տեսնեիր։ Հիմա դու պետք է ընտրես։ Կամ դու մոռանում ես այն, ինչ տեսար, կամ դու դառնում ես խնդիր, որը պետք է լուծվի։ Մարտիրոսյանը հասկացավ սպառնալիքը։ Նա ընտրեց լռել։ Բայց լռությունը ունի իր սեփական գինը։ Յուրաքանչյուր գիշեր ես տեսնում եմ նրա դեմքը, նա ասում է, նրա ձայնը կոտրվում է։ Ես տեսնում եմ նրա աչքերը լցված այնպիսի ցավով, որը ոչ մի կին չպետք է կրեր։ Եվ ես գիտեմ, որ ես կարող էի ինչ-որ բան անել։ Ես կարող էի խոսել, ես կարող էի բողոքել, ես կարող էի հրաժարվել լինել մաս այդ համակարգից։ Բայց ես չարեցի։ Եվ այդ ընտրությունը, կամ ավելի ճիշտ, այդ ընտրության բացակայությունը, հետապնդում է ինձ յուրաքանչյուր օր։ Բայց Մարտիրոսյանը միակը չէր, ով տեսավ ճշմարտությունը։ 12 հոգուց բաղկացած այդ հատուկ խումբը բոլորը տեսան, բոլորը գիտեին, բոլորը ընտրեցին լռել։ Մինչ մեկը չընտրեց։ 1984 թվականին, երբ Մետաքսյան արդեն 49 տարեկան էր, նրա առողջությունը հասել էր կրիտիկական կետի, խմբի անդամներից մեկը, երիտասարդ սպա Արման Գրիգորյանը, որոշեց անել մի բան անսպասելի։ Նա սկսեց գաղտնի պահել իր սեփական ժուրնալը, ոչ թե պաշտոնական զեկույցների համար, այլ որպես անձնական վկայություն այն մասին, ինչ նա տեսնում էր։ Այդ ժուրնալը, որը այսօր պահվում է անծանոթ վայրում, որից մեջբերումներ են արվել միայն մի քանի հուսալի աղբյուրների կողմից, բացահայտում է պատկեր, որը շատ ավելի մութ է, քան ցանկացած պաշտոնական պատմություն։ Գրիգորյանի ժուրնալի մեջբերումներից մեկը, որը թվագրված է 1984 թվականի մարտի 15-ով, կարդում է. Այսօր ես տեսա Մետաքսյա Սիմոնյանին մտնում բժշկական կլինիկա, որը պաշտոնապես գոյություն չունի։ Այս կլինիկան, որը գտնվում է Կենտկոմի շենքի ստորգետնյա հարկում, օգտագործվում է միայն բարձրաստիճան պաշտոնյաների նրանց ընտանիքների անդամների համար։ Բայց Մետաքսյան չէր պաշտոնյայի ընտանիքի անդամ։ Նա էր ինչ-որ այլ բան, սեփականություն, ակտիվ, ներդրում, որը պետք է պահպանվեր լավ վիճակում։ Ես տեսա նրան դուրս գալիս 2 ժամ անց։ Նրա քայլերը դանդաղ էին, նրա դեմքը գունատ։ Ես չգիտեմ, թե ինչ արեցին նրան այնտեղ։ Բայց ես գիտեմ, որ երբ նա նստեց մեքենայում, նա դրեց ձեռքը իր որովայնի վրա այնպիսի շարժումով, որը խոսում էր ցավի կորստի մասին։ Ինչ էր տեղի ունենում այդ գաղտնի կլինիկայում։ Պաշտոնական փաստաթղթերը չկան, կամ եթե կան, դրանք դասակարգված են այնպիսի մակարդակով, որ անհասանելի են նույնիսկ այսօր։ Բայց կան վկաներ, բուժքույրեր, բժիշկներ, ովքեր աշխատել են այնտեղ, ովքեր հիմա, տարիներ անց, համաձայնում են խոսել անանուն։
Նրանցից մեկը, ով խնդրեց չնշել նույնիսկ իր տարիքը կամ սեռը, պատմում է, այդ կլինիկան չէր սովորական բժշկական հաստատություն։ Այնտեղ կատարվում էին ընթացակարգեր, որոնք պաշտոնապես չէին գոյություն։ Աբորտներ կանանց համար, ովքեր չէին կարող թույլ տալ հղիություն իրենց կարիերայի համար։ Կոսմետիկ վիրահատություններ, որոնք պահպանում էին երիտասարդ տեսքը։ Հոգեբուժական բուժում կանանց համար, ովքեր կոտրվում էին ճնշման տակ։ Եվ այլ բաներ, որոնց մասին ես չեմ կարող խոսել նույնիսկ հիմա։ Արդյոք Մետաքսյան ստացավ աբորտ այդ կլինիկայում։ Արդյոք նա հղի էր եղել մարդուց, ում հետ նա չէր կարող ունենալ երեխա։ Պաշտոնական պատասխան չկա, բայց Գրիգորյանի ժուրնալը պարունակում է մեկ այլ մեջբերում, որը թվագրված է 1984 թվականի ապրիլի 32-ով։ Մետաքսյան այլս չի այցելում այդ կլինիկան։ Բայց ես տեսա փոփոխություն նրա մեջ։ Նա դարձել է ավելի հեռավոր, ավելի դատարկ, կարծես ինչ-որ բան կարոր վերցվել է նրանից։ Ես չգիտեմ, թե ինչ էր այդ բանը։ Բայց ես գիտեմ, որ երբ կինը կորցնում է ինչ-որ բան, որը նա երբեք չի ունեցել հնարավորություն պահել, այդ կորուստը ավելի խորն է, քան ցանկացած այլ։ Ինչու է Արման Գրիգորյանը վարել այս գաղտնի ժուրնալը։ Ինչու է նա ռիսկի դրել իր կարիերան, նույնիսկ իր կյանքը, գրանցելու այն, ինչ նա տեսնում էր։ Վահագն Մարտիրոսյանը, ով աշխատել է Գրիգորյանի հետ, հիշում է զրույց, որը տեղի ունեցավ նրանց միջ 1985 թվականին։ Արմանը ասաց ինձ. «Վահագն, մենք չենք պարզապես հսկողներ։ Մենք վկաներ ենք պատմության։ Եվ եթե մենք չգրանցենք այն, ինչ տեսնում ենք, ապա ով կանի։ Ով կպատմի ճշմարտությունը Մետաքսյա Սիմոնյանի մասին, երբ նա այլս չի լինի այստեղ, պաշտպանելու իր սեփական պատմությունը։ Ով կխոսի այն կանանց համար, ովքեր օգտագործվել են, նետվել են այս համակարգի կողմից։ Ես ասացի նրան, որ նա խելագար է, որ նա կոչնչացվի, եթե ինչ-որ մեկը գտնի նրա ժուրնալը։ Նա ժպտաց, տխուր ժպիտ, ասաց. Ես արդեն ոչնչացված եմ, Վահագն։ Մենք բոլորս ոչնչացված ենք այն պահից, երբ համաձայնեցինք լինել մաս այս համակարգի։ Միակ հարցը, արդյոք մենք կթողնենք ինչ-որ բան ետում, որը կարժենա մեր ոչնչացումը։ Գրիգորյանը անհետացավ 1986 թվականին։ Պաշտոնական տարբերակը, նա տեղափոխվեց Մոսկվա նոր նշանակման համար։ Բայց Մարտիրոսյանը ուրիշ նախկին գործընկերները գիտեն, որ սա ստախոսություն է։ Արմանը երբեք չհասավ Մոսկվա, Մարտիրոսյանը ասում է։ Նրա ժուրնալը գտնվեց նրա բնակարանում հետախուզման ժամանակ։ Ես չգիտեմ, թե ինչ եղավ նրա հետ դրանից հետո։ Բայց ես գիտեմ, որ մարդիկ, ովքեր գիտեին չափազանց շատ այս համակարգում, հաճախ անհետանում էին առանց հետքի։ Նա դադար է անում, նրա աչքերը լցված են արցունքներով։ Արմանը հերոս էր։ Ոչ թե այն տեսակի հերոսը, որի մասին գրում են գրքերում։ Այլ լուր հերոս, ով փորձեց անել ճիշտ բանը համակարգում, որտեղ ճիշտ բանը միշտ պատժվում էր։ Եվ նրա ժուրնալը, որտեղ էլ որ այն լինի հիմա, վկայություն է այն մասին, որ նույնիսկ ամենամութ համակարգում կան մարդիկ, ովքեր հրաժարվում են կուրանալ։ Բայց ինչ եղավ Մետաքսյա Սիմոնյանի հետ այս ամենի ընթացքում։ Արդյոք նա գիտեր, որ 12 հոգուց բաղկացած հատուկ խումբ հետում էր նրա յուրաքանչյուր քայլին։ Արդյոք նա գիտեր, որ նրա ամենամասնավոր պահերը գրանցվում էին, վերլուծվում էին, օգտագործվում էին նրան ավելի ամուր վերահսկելու համար։ Լուսինե Գրիգորյանը, Մետաքսյայի երկարամյա ընկերուհին, հիշում է զրույց, որը տեղի ունեցավ 1985 թվականի աշնանը։ Մենք նստած էինք նրա բնակարանում, Մետաքսյան հանկարծ ասաց. Լուսի, երբեմն ես զգում եմ, որ ես չեմ ապրում իմ սեփական կյանքը։ Ես զգում եմ, որ ես դերասանուհի եմ ոչ միայն բեմում, այլ նա իմ սեփական կյանքում։ Ինչ որ մեկը գրել է սցենար, ես պարզապես խաղում եմ այն։ Ես հարցրի, թե ով է գրել այդ սցենարը։ Նա նայեց ինձ այնպիսի հայացքով, որը լցված էր հոգնածությամբ ընդունումով։ Բոլորը, նա ասաց։ Եվ ոչ ոք։ Համակարգը գրել է այն։ Եվ ես չունեմ ընտրություն, բացի խաղալուց։
Արդյոք Մետաքսյան իսկապես չուներ ընտրություն։ Արդյոք նա կարող էր հեռանալ, կարող էր հրաժարվել, կարող էր ասել ոչ այն համակարգին, որը սպառում էր նրան։ Պատասխանը բարդ է, որովհետև ազատությունը ոչ միշտ է պարզ ընտրություն։ Երբ դու ապրել ես համակարգում ամբողջ քո չափահաս կյանքը, երբ այդ համակարգը տվել է քեզ ամեն ինչ, որ ունես, քո տունը, քո աշխատանքը, քո ինքնությունը, ապա հեռանալը նշանակում է կորցնել ոչ միայն այն, ինչ ունես, այլ նա այն, ով ես։ Մետաքսյան չէր պարզապես դերասանուհի, ով աշխատում էր համակարգի համար։ Նա էր համակարգի արտադրանք, նրա ստեղծագործություն, նրա խորհրդանիշ։ Եվ երբ դու ես խորհրդանիշ, դու չես կարող պարզապես հեռանալ։ Որովհետև եթե դու հեռանաս, ապա ինչ մնում է։ Դատարկություն, անհայտություն, կին առանց ինքնության, առանց նպատակի, առանց իմաստի։ Վահագն Մարտիրոսյանը հիշում է վերջին անգամը, երբ նա տեսավ Մետաքսյա Սիմոնյանին իր պաշտոնական դերում որպես հսկող։ Դա էր 1986 թվականի դեկտեմբերին, ընդամենը մի քանի ամիս առաջ, քան Գրիգորյանը անհետանար։ Ես հետում էի նրան մինչ թատրոն, որտեղ նա պետք է մասնակցեր պարգատրման արարողությանը, նա ասում է։ Երբ նա դուրս եկավ մեքենայից, ես տեսա, որ նա դժվարությամբ է քայլում։ Նրա ուսերը թեքված էին, նրա դեմքը գունատ։ Բայց երբ նա հասավ թատրոնի մուտքին, որտեղ լրագրողները սպասում էին, նա դադարեց մի վայրկյան։ Ես տեսա նրան խորը շունչ քաշել, ուղղել իր ուսերը, բարձրացնել իր գլուխը։ Եվ ապա, կարծես կախարդանքով, նա դարձավ Մետաքսյա Սիմոնյանը, աստղը, խորհրդանիշը, կատարյալ խորհրդային կինը։ Նա ժպտաց լրագրողներին, նա պատասխանեց նրանց հարցերին, նա փայլեց այնպես, ինչպես միշտ փայլել էր։ Եվ ես հասկացա, որ սա էր նրա իսկական տաղանդը։ Ոչ թե դերասանությունը բեմում, այլ դերասանությունը կյանքում։ Կարողությունը վերածվել այն, ինչ ուրիշները ուզում էին տեսնել, նույնիսկ երբ դա սպանում էր նրան ներսից։ Արդյոք այդ 12 հոգուց բաղկացած հատուկ խումբը երբ է զղջաց իրենց դերի համար Մետաքսյա Սիմոնյանի կյանքում։ Արդյոք նրանք երբ է հարցրին իրենց, արդյոք նրանք արդարացնում էին համակարգը, որը օգտագործում էր կանանց որպես ապրանք։ Մարտիրոսյանը ասում է, մենք շատերը զղջացինք։ Բայց զղջումը հեշտ է, երբ ամեն ինչ արդեն ավարտված է։ Իսկական հարցը, ինչու մենք չզղջացինք այն ժամանակ, երբ մենք կարող էինք ինչ-որ բան փոխել։ Եվ պատասխանը պարզ է, որովհետև մենք վախենում էինք։ Մենք վախենում էինք կորցնել մեր աշխատանքները, մեր արտոնությունները, մեր անվտանգությունը։ Եվ այդ վախը դարձրեց մեզ համակիր այն համակարգին, որը մենք գիտեինք, որ սխալ էր։ Նա դադար է անում, նրա ձայնը լցված է ցավով։ Արման Գրիգորյանը միակն էր մեզանից, ով հաղթահարեց այդ վախը։ Եվ նա վճարեց գինը։ Բայց նրա ժուրնալը, որտեղ էլ որ այն լինի, վկայություն է այն մասին, որ ճշմարտությունը չի կարող թաղվել հավերժ։ Մի օր այն կգտնվի։ Եվ երբ այն գտնվի, աշխարհը կիմանա ճշմարտությունը Մետաքսյա Սիմոնյանի մասին։ Ոչ թե այն պատկերը, որը համակարգը ստեղծեց, այլ իրական կինը, տաղանդավոր, խոցելի, վերջապես դավաճանված այն համակարգի կողմից, որը պնդում էր, որ պաշտպանում է նրան։ Երբ պատմաբանները խոսում են անցյալի մասին, նրանք հաճախ ապավինում են պաշտոնական փաստաթղթերի, կառավարական արխիվներ, պաշտոնական հայտարարություններ, հրապարակված զեկույցներ։ Բայց ինչ տեղի է ունենում, երբ ամենակարևոր փաստաթղթերը երբեք չեն հրապարակվել։ Ինչ տեղի է ունենում, երբ ճշմարտությունը թաղված է արխիվներում, որոնք դասակարգված են այնպիսի մակարդակով, որ նույնիսկ տասնամյակներ անց մարդիկ վախենում են խոսել դրանց մասին։ 1987 թվականին, երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել, Գլասնոստը բացեց դռներ, որոնք տասնամյակներ փակ էին, Հայաստանի Կենտկոմի արխիվում տեղի ունեցավ մի բան, որը պաշտոնապես երբեք չի ճանաչվել։ Գիշերվա ընթացքում, երբ պահակները փոխվում էին, մի խումբ անհայտ մարդիկ մտավ արխիվի հատուկ բաժին, հեռացրեց տասնյակ թղթապանակներ։ Այդ թղթապանակները պարունակում էին գաղտնի նամակագրություն, բժշկական զեկույցներ, հսկողության գրառումներ, այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում էին Հայաստանի ամենահայտնի մշակութային դեմքերին։ Մեկ այդ թղթապանակներից էր Մետաքսյա Սիմոնյանի անձնական գործը։
Նախկին արխիվի աշխատակից Սոնա Ավագյանը, ով այն ժամանակ 28 տարեկան էր աշխատում էր որպես կատալոգավար, հիշում է այդ գիշերը. Ես էի ուշ աշխատանքի, կազմակերպում էի նոր ստացված փաստաթղթերը, նա ասում է, նրա ձայնը դեռ լցված է անհանգստությամբ տարիներ անց. Մոտավորապես կեսգիշերին ես լսեցի ձայներ հատուկ բաժնից, այն բաժինը, որտեղ պահվում էին ամենագաղտնի փաստաթղթերը. Ես գիտեի, որ ոչ ոք չպետք է լիներ այնտեղ այդ ժամին. Ես մոտեցա տեսա 3 տղամարդկանց, հագած կոստյումներ, ովքեր բեռնում էին տուփեր փաստաթղթերով. Երբ նրանք տեսան ինձ, նրանցից մեկը մոտեցավ ցույց տվեց ինձ փաստաթուղթ, ստորագրված Կենտկոմի քարտուղարի կողմից. Փաստաթուղթը ասում էր, որ որոշակի նյութեր պետք է տեղափոխվեն անվտանգ պահպանման համար. Ես չէի կարող հարցնել ավելին. Ես պարզապես նայեցի, թե ինչպես են նրանք տանում այդ տուփերը անհետանում գիշերվա մեջ. Ինչ էր այդ տուփերում? Ավագյանը չգիտեր այն ժամանակ, բայց տարիներ անց, երբ նա դարձավ ավագ արխիվիստ, նա ստացավ մուտք կատալոգներին, որոնք ցույց էին տալիս, թե ինչ փաստաթղթեր պետք է լինեին այդ բաժնում. Ես տեսա, որ Մետաքսյա Սիմոնյանի անձնական գործը, որը պետք է պարունակեր ավելի քան 500 էջ փաստաթղթեր, պաշտոնապես գրանցված էր որպես տեղափոխված անորոշ վայր 1987 թվականի փետրվարի 22-ին. Բայց ոչ մի գրառում չկար, թե որտեղ է այն տեղափոխվել, ով է հաստատել տեղափոխումը, կամ ինչու է այն անհրաժեշտ եղել. Ավագյանը դադար է անում, նրա աչքերը լցված են հիասթափությամբ. Սա չէր պատահական. Սա էր համակարգված ջնջում պատմության. Ինչ-որ մեկը ուզում էր, որ որոշակի ճշմարտություններ երբեք չգտնվեին. Բայց ոչ բոլոր փաստաթղթերը ոչնչացվեցին. Որոշ կտորներ մնացին, թերթեր, որոնք ընկան տուփերից, կամ պատճեններ, որոնք պահվում էին այլ վայրերում. Ավագյանը հիշում է, որ մի քանի ամիս անց, երբ նա մաքրում էր հին պահարանը, նա գտավ մի թերթ, որը թվում էր, որ ընկել է այդ գիշերը. Այն էր բժշկական զեկույց, թվագրված 1984 թվականի ապրիլով, նա ասում է. Զեկույցը նկարագրում էր բժշկական ընթացակարգ, որը կատարվել էր Մետաքսյա Սիմոնյանի վրա գաղտնի կլինիկայում. Ընթացակարգի բնույթը չէր նշված, բայց զեկույցի վերջում բժիշկը գրել էր. Հիվանդը ցույց է տվել էմոցիոնալ դժկամություն ընթացակարգի ընթացքում. Հոգեբանական աջակցություն խորհուրդ է տրվում, բայց հիվանդը հրաժարվել է. Ես կարդացի այդ խոսքերը, ես հասկացա, որ ինչ-որ բան սարսափելի տեղի էր ունեցել այդ կլինիկայում. Բայց ես երբեք չիմացա ճշգրիտ ինչ. Ավագյանը պահեց այդ թերթը գաղտնի տարիներ շարունակ. Նա գիտեր, որ եթե ինչ-որ մեկը գտներ այն, նա կարող էր կորցնել իր աշխատանքը, նույնիսկ ավելին. Բայց նա չէր կարող ոչնչացնել այն. Սա էր վկայություն, նա ասում է. Սա էր ապացույց, որ Մետաքսյա Սիմոնյանի պատմությունը, որը մենք բոլորս գիտեինք, չէր ամբողջական ճշմարտությունը. Եվ ես զգացի, որ ես պարտական եմ պահպանել այդ վկայությունը, նույնիսկ եթե ես երբեք չէի կարող հրապարակել այն. 2010 թվականին, երբ Ավագյանը թոշակի գնաց, նա վերջապես որոշեց խոսել այդ թերթի մասին. Նա կապվեց անկախ պատմաբանի հետ, ով ուսումնասիրում էր խորհրդային Հայաստանի մշակութային պատմությունը, տվեց նրան այդ փաստաթուղթը. Ես գիտեի, որ սա կարող էր վտանգավոր լինել, նա ասում է. Բայց ես նա գիտեի, որ եթե ես չխոսեի հիմա, ապա ճշմարտությունը կմեռներ ինձ հետ. Բայց այդ մեկ թերթը միակ վկայությունը չէր, որը վերապրեց ջնջման գործընթացը. 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը վերջապես փլուզվեց, Հայաստանը դարձավ անկախ, Կենտկոմի շենքը դատարկվեց. Նախկին պաշտոնյաները հեռացան, վերցնելով իրենց հետ այն, ինչ կարող էին. Բայց որոշ բաներ մնացին, մոռացված թղթապանակներ գրասենյակների անկյուններում, հին նամակներ դարակների հետում, գաղտնի նոթատետրեր, որոնք թաքցված էին այնտեղ, որտեղ ոչ ոք չէր նայում. Նախկին մաքրուհի Մարիամ Սարգսյանը, ով աշխատել է Կենտկոմի շենքում 20 տարի, հիշում է, թե ինչ գտավ նա, երբ մաքրում էր դատարկված գրասենյակները. Ես գտա մի հին նոթատետր, թաքցված մի դարակի հետում, նա ասում է. Նոթատետրը լցված էր ձեռագիր նշումներով, որոնք թվում էր, որ գրված են շտապով.
Ես չէի կարող կարդալ ամբողջը, որովհետև ես չէի լավ կարդում, բայց ես տեսա անունը Մետաքսյա Սիմոնյան կրկնվող բազմիցս։ Սարգսյանը տվեց այդ նոթատետրը իր դստերը, ով աշխատում էր որպես ուսուցչուհի, կարող էր կարդալ ավելի լավ։ Դուստրը Աննա Սարգսյանը, ով այսօր 55 տարեկան է, հիշում է, թե ինչ զգաց նա, երբ սկսեց կարդալ այդ նոթատետրը։ Սա էր ինչ-որ մեկի անձնական ժուրնալ, նա ասում է։ Գրողը չէր նշել իր անունը, բայց հստակ էր, որ նա աշխատում էր Կենտկոմում, ուներ մուտք գաղտնի տեղեկատվության։ Ժուրնալը պարունակում էր մանրամասն նկարագրություններ Մետաքսյա Սիմոնյանի հանդիպումների, նրա առողջական խնդիրների, նրա էմոցիոնալ վիճակի մասին։ Բայց ամենաշոկային մասը էր վերջին գրառումը, որը թվագրված էր 1986 թվականի դեկտեմբերով։ Այն ասում էր. Ես այլս չեմ կարող լինել մաս այս համակարգի։ Ես տեսել եմ, թե ինչ են նրանք անում Մետաքսյային, ես չեմ կարող լռել։ Ես գիտեմ, որ այս ժուրնալը կարող է արժանալ ինձ ամեն ինչ, բայց ես պետք է թողնեմ վկայություն։ Ճշմարտությունը պետք է իմացվի։ Արդյոք այս ժուրնալը գրել էր Արման Գրիգորյանը, այն երիտասարդ սպան, ով անհետացել էր 1986 թվականին։ Աննա Սարգսյանը չգիտի վստահ, բայց նա հավատում է, որ այո։ Ձեռագիրը, ոճը, մանրամասնությունների մակարդակը, ամեն ինչ ցույց է տալիս, որ սա գրել է մարդ, ով ներսից էր համակարգի, ով տեսել էր ամեն ինչ, ով վերջապես որոշել էր խոսել։ Սարգսյանը փորձեց գտնել ավելի շատ տեղեկություններ Գրիգորյանի մասին, բայց պաշտոնական գրառումները նվազագույն էին։ Նրա անունը հայտնվում է Կենտկոմի աշխատակիցների ցուցակներում մինչ 1986 թվականը, ապա պարզապես անհետանում է, նա ասում է. Ոչ մի տեղափոխման գրառում, ոչ մի թոշակի գրառում, ոչ մի մահվան վկայական։ Նա պարզապես անհետացավ, կարծես նա երբեք չէր գոյություն ունեցել։ Բայց Գրիգորյանի ժուրնալը, եթե դա իսկապես նրանն էր, վերապրեց։ Եվ այն, ինչ այն բացահայտում է, շոկային է։ Ժուրնալը նկարագրում է համակարգ, որտեղ կանայք, հատկապես հայտնի կանայք, օգտագործվում էին որպես քաղաքական գործիքներ։ Նրանց գեղեցկությունը, նրանց տաղանդը, նրանց հռչակը, ամեն ինչ դառնում էր ակտիվ, որը կարող էր փոխանակվել իշխանության, ազդեցության, վերահսկողության համար։ Եվ երբ այդ կանայք դադարում էին լինել օգտակար, երբ նրանք դառնում էին չափազանց հին, չափազանց հիվանդ կամ չափազանց դժվար վերահսկելի, նրանք պարզապես նետվում էին։ Ժուրնալի մեկ գրառումը, որը թվագրված է 1985 թվականի հուլիսով, կարդում է. Այսօր ես լսեցի երկու բարձրաստիճան պաշտոնյաների խոսակցություն Մետաքսյայի մասին։ Նրանք ասում էին, որ նա դառնում է խնդիր, որ նրա առողջական խնդիրները դառնում են չափազանց տեսանելի, որ նրա էմոցիոնալ անկայունությունը կարող է վնասել նրանց պատկերին։ Նրանք քննարկում էին լուծումներ։ Ես չեմ ուզում մտածել, թե ինչ նշանակում են այդ լուծումները։ Արդյոք Մետաքսյա Սիմոնյանը գիտեր, որ նա դարձել էր խնդիր։ Արդյոք նա գիտեր, որ այն մարդիկ, ում նա վստահել էր, ում նա ծառայել էր, ում համար նա զոհել էր իր առողջությունը, իր հոգին, հիմա տեսնում էին նրան որպես բեռ։ Ժուրնալը ցույց է տալիս, որ նա գիտեր։ Մեկ այլ գրառում, թվագրված 1985 թվականի սեպտեմբերով, նկարագրում է հանդիպում, որտեղ Մետաքսյան ասել է Գրիգորյանին. Ես գիտեմ, որ նրանք սպասում են, որ ես անհետանամ։ Ես տեսնում եմ այն նրանց աչքերում։ Բայց ես չեմ տալու նրանց այդ բավարարությունը։ Ես կմնամ այստեղ, ես կշարունակեմ խաղալ, ես կշարունակեմ ժպտալ։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ նրանք տեսնում են ինձ, նրանք կհիշեն, թե ինչ են նրանք արել ինձ։ Սա էր Մետաքսյա Սիմոնյանի վերջնական ապստամբությունը։ Ոչ թե բարձրաձայն բողոք, ոչ թե դրամատիկ հեռացում, այլ լուռ, համառ մնալը։ Նա հրաժարվեց անհետանալ, հրաժարվեց դառնալ մոռացված, հրաժարվեց տալ համակարգին հաղթանակը։ Նա շարունակեց ապրել, շարունակեց աշխատել, շարունակեց լինել ներկա, կենդանի հիշեցում այն մասին, թե ինչ էր համակարգը արել նրան։ Եվ այդ ներկայությունը, այդ հրաժարումը անհետանալու էր ավելի հզոր, քան ցանկացած խոսք, որը նա կարող էր ասել։ Բայց ինչ եղավ այն փաստաթղթերի հետ, որոնք հեռացվեցին արխիվից 1987 թվականին։ Որտեղ են դրանք հիմա։ Արդյոք դրանք ոչնչացվեցին, թե՞
Դրանք դեռ գոյություն ունեն ինչ-որ տեղ, սպասելով գտնվելու։ Սոնա Ավագյանը հավատում է, որ դրանք դեռ գոյություն ունեն։ Համակարգը երբեք չի ոչնչացնում ամեն ինչ, նա ասում է։ Միշտ կան պատճեններ, միշտ կան պահուստային գրառումներ։ Ինչ-որ տեղ, ինչ-որ արխիվում, ինչ-որ անվտանգ տուփում, այդ փաստաթղթերը սպասում են։ Եվ մի օր, երբ ժամանակը ճիշտ է, դրանք կգտնվեն։ Եվ երբ դրանք գտնվեն, աշխարհը կիմանա ամբողջական ճշմարտությունը Մետաքսյա Սիմոնյանի մասին։ Ոչ թե միֆը, ոչ թե լեգենդը, այլ իրական կինը, նրա ուժով, նրա խոցելիությամբ, նրա տաղանդով, նրա տառապանքով, նրա ընտրություններով, նրա զոհաբերություններով։ Մինչ այդ օրը գալիս է, մենք ունենք միայն կտորներ, մի թերթ այստեղ, մի ժուրնալ այնտեղ, հիշողություններ մարդկանց, ովքեր վախենում են խոսել իրենց իսկական անուններով։ Բայց այդ կտորները, երբ դրանք միավորվում են, ստեղծում են պատկեր, որը շատ ավելի բարդ է, քան պաշտոնական պատմությունը։ Դրանք ցույց են տալիս կին, ով ապրել է երկու կյանք, հանրային կյանք, որտեղ նա էր աստղ, մասնավոր կյանք, որտեղ նա էր գերի։ Դրանք ցույց են տալիս համակարգ, որը օգտագործում էր կանանց որպես խորհրդանիշներ, իսկ ապա նետում էր նրանց, երբ նրանք այլևս օգտակար չէին։ Եվ դրանք ցույց են տալիս մարդկանց, սովորական մարդկանց, ովքեր տեսան ճշմարտությունը, բայց ընտրեցին լռել, որովհետև խոսելը նշանակում էր կորցնել ամեն ինչ։ Արդյոք մենք կարող ենք դատել այդ մարդկանց։ Արդյոք մենք կարող ենք ասել, որ մենք կանեինք այլ կերպ, եթե մենք լինեինք նրանց տեղում։ Սոնա Ավագյանը չի կարծում այդպես։ Հեշտ է դատել անցյալից, նա ասում է։ Հեշտ է ասել, որ մենք կլինեինք քաջ, որ մենք կխոսեինք, որ մենք կպաշտպանեինք ճշմարտությունը։ Բայց երբ դու ապրում ես համակարգում, որտեղ խոսելը նշանակում է կորցնել քո աշխատանքը, քո տունը, քո ընտանիքի անվտանգությունը, ապա ընտրությունը դառնում է շատ ավելի բարդ։ Ես չեմ արդարացնում լռությունը։ Բայց ես հասկանում եմ այն։ Նա դադար է անում, նրա աչքերը լցված են արցունքներով։ Միակ բանը, որը մենք կարող ենք անել հիմա, պահպանել այն կտորները, որոնք մնացել են, պատմել այն պատմությունները, որոնք մենք գիտենք, հույս ունենալ, որ մի օր ամբողջական ճշմարտությունը կբացահայտվի։ Սա մեր պարտականությունն է Մետաքսյա Սիմոնյանի նկատմամբ, բոլոր այն կանանց նկատմամբ, ովքեր տառապել են նման համակարգերում։ Մենք պարտական ենք հիշել։ Եվ հիշելով, մենք պահպանում ենք նրանց հիշատակը կենդանի։ Երբ լրագրողները խոսում են առաջին հարցազրույցի մասին, նրանք սովորաբար նկատի ունեն հանրային խոստովանություն, պահ, երբ ինչ-որ մեկը վերջապես համաձայնում է պատմել իր պատմությունը։ Բայց ինչ տեղի է ունենում, երբ այդ առաջին հարցազրույցը տրվում է ոչ թե լրագրողին, այլ բժշկին։ Երբ խոսքերը, որոնք ասվում են, չեն նախատեսված հրապարակման համար, այլ որպես վերջին փորձ բացատրելու այն ցավը, որը ոչ ոք այլ չի կարող հասկանալ։ 1988 թվականի հունվարին, երբ Մետաքսյա Սիմոնյանը 54 տարեկան էր, նրա առողջությունը հասել էր այնպիսի կետի, որ նույնիսկ ամենապարզ առօրյա գործերը դառնում էին տանջանք, նա կանչեց իր բժիշկ Արմեն Գորգյանին ոչ թե բուժման, այլ զրույցի համար։ Այն, ինչ նա ասաց այդ 3 ժամվա ընթացքում, Գորգյանը գրանցեց իր անձնական նոթատետրում, ոչ թե որպես բժշկական զեկույց, այլ որպես վկայություն։ Այդ նոթատետրը, որը Գորգյանը երբեք չի հրապարակել, բայց որից նա համաձայնեց կիսվել ընտրված մեջբերումներով, բացահայտում է կին, ով վերջապես պատրաստ էր խոսել ճշմարտությունը։ Բժիշկ Գորգյան, Մետաքսյան սկսեց, նրա ձայնը հանգիստ, բայց լցված հոգնածությամբ, դուք բուժել եք ինձ 15 տարի։ Դուք տեսել եք իմ մարմինը քայքայվող, տեսել եք ինձ լացող, տեսել եք ինձ այնպիսի վիճակներում, որոնք ոչ ոք չպետք է տեսներ։ Բայց դուք երբեք չեք հարցրել ինձ, ինչու։ Ինչու է 39 տարեկան կինը, ով պետք է լիներ իր կյանքի ամենալավ տարիներում, արդեն տառապում քրոնիկական ցավերից։ Ինչու է դերասանուհին, ով պետք է սիրեր իր աշխատանքը, ունենում անկնություն յուրաքանչյուր գիշեր։ Ինչու է կինը, ում բոլորը համարում են երջանիկ, ապրում մշտական դեպրեսիայի մեջ։ Գորգյանը գրում է, որ նա փորձեց ընդհատել, բայց Մետաքսյան շարունակեց. Ես գիտեմ, որ դուք գիտեք պատասխանը։ Դուք բժիշկ եք, դուք տեսել եք նմուշը։ Բայց ես ուզում եմ ասել այն բարձրաձայն։ Ոչ թե ձեզ համար, այլ ինձ համար։
Որովհետև եթե ես չասեմ այն հիմա, ես երբեք չեմ ասի։ Այն, ինչ Մետաքսյան պատմեց հաջորդ 3 ժամվա ընթացքում, էր պատմություն, որը սկսվել էր 16 տարեկանում, երբ նա առաջին անգամ հասկացել էր, որ նրա գեղեցկությունը կարող է լինել ելք աղքատությունից։ Նա պատմեց, թե ինչպես է Արամ Խաչատրյանը առաջին անգամ մոտեցել նրան ինստիտուտի տարեվերջյան ցուցադրությունից հետո, թե ինչպես է նա առաջարկել օգնություն նրա կրթության համար, թե ինչպես է այդ օգնությունը դանդաղորեն վերածվել ինչ-որ այլ բանի։ Նա երբեք չսպառնաց ինձ, Մետաքսյան ասաց։ Նա երբեք չասաց, եթե դու չանես սա, ես կվերցնեմ այն։ Այն ավելի նուրբ էր։ Նա ասաց, ես կարող եմ օգնել քեզ դառնալ այն, ինչ դու ուզում ես լինել։ Բայց օգնությունը ունի գին։ Եվ ես, 17 տարեկան աղջիկ, ով երազում էր դերասանուհի դառնալ, մտածեցի, այո, ես պատրաստ եմ վճարել այդ գինը։ Ես չգիտեի, որ այդ գինը կլիներ ամբողջ իմ կյանքը։ Գորգյանը գրում է, որ Մետաքսյան դադար արեց այստեղ, նրա աչքերը լցված արցունքներով, բայց նա չլաց եղավ։ Ես չեմ ուզում, որ դուք կարծեք, որ ես զոհ եմ, նա շարունակեց։ Ես կատարեցի ընտրություններ։ Յուրաքանչյուր քայլում ես ունեի ընտրություն։ Ես կարող էի ասել ոչ։ Ես կարող էի հեռանալ։ Ես կարող էի վերադառնալ կոնդ ապրել պարզ կյանք։ Բայց ես չարեցի։ Որովհետև ես ուզում էի ավելին։ Ես ուզում էի բեմը, ուզում էի լույսերը, ուզում էի ծափահարությունները։ Եվ համակարգը ասաց ինձ, դու կարող ես ունենալ այս ամենը, բայց դու պետք է տաս ինչ-որ բան դրա դիմաց։ Եվ ես տվեցի։ Ես տվեցի իմ մարմինը, իմ ժամանակը, իմ մասնավորությունը։ Ես տվեցի իմ իրավունքը ընտրելու, ում սիրել, երբ հանգստանալ, ինչպես ապրել։ Ես տվեցի ամեն ինչ։ Եվ ինչ ստացա ես դրա դիմաց։ Հռչակ։ Պարքներ։ Գեղեցիկ բնակարան։ Եվ դատարկություն այնպիսի խորությամբ, որ երբեմն ես զգում եմ, որ այն կլանում է ինձ։ Բայց ամենաշոկայինը չէր այն, ինչ Մետաքսյան ասաց իր սեփական ընտրությունների մասին։ Ամենաշոկայինը էր այն, ինչ նա ասաց այն մասին, թե ինչպես է համակարգը աշխատում։ Նա նկարագրեց ցանց, որը ընդգրկում էր ամբողջ Հայաստանի մշակութային էլիտան, ցանց, որտեղ երիտասարդ տաղանդավոր կանայք նույնականացվում էին վաղ, հովանավորվում էին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ապա օգտագործվում էին որպես խորհրդանիշներ, որպես պարքներ, որպես ապացույցներ իշխանության։ Ես չէի միակը, Մետաքսյան ասաց։ Կային տասնյակ ուրիշներ։ Երգչուհիներ, պարուհիներ, դերասանուհիներ։ Մենք բոլորս ունեինք մեր հովանավորներին։ Մենք բոլորս ապրում էինք նույն կրկնակի կյանքը, հանրային փայլը մասնավոր տառապանքը։ Բայց մենք երբեք չխոսեցինք դրա մասին միմյանց հետ։ Որովհետև խոսելը նշանակում էր ճանաչել ճշմարտությունը։ Եվ ճանաչելը նշանակում էր ընդունել, որ մենք դարձել էինք այն, ինչ մենք երբեք չէինք ուզում լինել, ապրանքներ, որոնք գնվում վաճառվում են։ Գորգյանը հարցրեց նրան, ինչու է նա պատմում այս ամենը հիմա։ Ինչու է նա, ով լռել է 30 տարի, հանկարծ պատրաստ խոսել։ Մետաքսյան նայեց նրան երկար, ապա ասաց մի բան, որը Գորգյանը երբեք չի մոռանա։ Որովհետև ես մեռնում եմ, նա ասաց պարզ։ Ոչ թե այսօր, ոչ թե վաղը։ Բայց շուտով։ Իմ մարմինը հանձնվում է։ 30 տարի ապրել այս կրկնակի կյանքում սպառել է ինձ այնպես, որ ոչ մի դեղամիջոց չի կարող վերականգնել։ Եվ մինչ ես հեռանամ, ես ուզում եմ, որ գոնե մեկ մարդ իմանա ճշմարտությունը։ Ոչ թե պաշտոնական տարբերակը, ոչ թե լեգենդը, այլ իրական պատմությունը։ Եվ դուք, բժիշկ Գորգյան, եք այդ մարդը։ Որովհետև դուք տեսել եք ինձ իմ ամենավատ պահերում, դուք երբեք չեք դատել ինձ։ Դուք պարզապես փորձեցիք օգնել։ Եվ դրա համար ես երախտապարտ եմ ձեզ։ Գորգյանը գրում է, որ նա չգիտեր, թե ինչ ասել։ Նա նստեց այնտեղ, լսելով այս կնոջը, ում նա բուժել էր 15 տարի, վերջապես պատմելով ճշմարտությունը, որը նա միշտ գիտել էր, բայց երբեք չէր կարող ասել բարձրաձայն։ Եվ նա հասկացավ, որ սա էր նրա վերջին ծառայությունը նրան, ոչ թե որպես բժիշկ, այլ որպես վկա։
Պահպանել այս խոսքերը, գրանցել այս վկայությունը, մի օր, երբ ժամանակը ճիշտ է, կիսվել դրանով աշխարհի հետ։ Ես խոստանում եմ, նա ասաց Մետաքսիային։ Ես կպահպանեմ ձեր պատմությունը։ Եվ երբ ժամանակը գալիս է, ես կխոսեմ։ Մետաքսիան ժպտաց, իրական ժպիտ, ոչ թե այն դիմակը, որը նա կրում էր հանրությանը։ Շնորհակալություն, նա ասաց։ Հիմա ես կարող եմ հանգիստ մեռնել։ Բայց Մետաքսիա Սիմոնյանը չմեռավ այն տարի։ Նա չմեռավ հաջորդ տարի։ Նա շարունակեց ապրել, շարունակեց աշխատել, շարունակեց լինել այն խորհրդանիշը, որը համակարգը ստեղծել էր։ Բայց ինչ-որ բան փոխվել էր նրա մեջ այդ զրույցից հետո։ Նրանք, ովքեր ճանաչում էին նրան, ասում էին, որ նա դարձել էր ավելի խաղաղ, ավելի ընդունող։ Կարծես խոսելով ճշմարտությունը նույնիսկ միայն մեկ մարդու հետ, նա ազատել էր ինչ-որ բեռ, որը կրել էր տասնամյակներ։ Լուսինե Գրիգորյանը հիշում է, որ Մետաքսիան ասաց նրան 1989 թվականի գարնանը. Լուսի, ես վերջապես հասկացա մի բան։ Ես չեմ կարող փոխել անցյալը։ Ես չեմ կարող հետ վերցնել ընտրությունները, որոնք կատարեցի։ Բայց ես կարող եմ ընտրել, թե ինչպես ապրել այն ժամանակը, որը մնացել է։ Եվ ես ընտրում եմ ապրել ճշմարտության մեջ, նույնիսկ եթե այդ ճշմարտությունը ցավոտ է։ Երբ պատմաբանները խոսում են ցուցակների մասին, նրանք սովորաբար նկատի ունեն քաղաքական թիրախներ, դիսիդենտներ, ապստամբներ, մարդիկ, ովքեր բացահայտորեն դեմ էին համակարգին։ Բայց ինչ տեղի է ունենում, երբ ցուցակը պարունակում է ոչ թե թշնամիների անուններ, այլ այն մարդկանց անուններ, ում համակարգը մեկ ժամանակ սիրել էր, բայց հիմա ուզում էր ազատվել։ 1990 թվականի սեպտեմբերին, երբ Խորհրդային Միությունը արդեն քայքայվում էր հին կարգերը փլուզվում էին, Հայաստանի Կենտկոմի անվտանգության բաժնում տեղի ունեցավ գաղտնի հանդիպում։ Այդ հանդիպման մասին մենք գիտենք միայն մեկ աղբյուրից, անանուն նախկին պաշտոնյա, ով ներկա էր այնտեղ, ով տասնամյակներ անց համաձայնեց խոսել պայմանով, որ նրա ինքնությունը երբեք չի բացահայտվի։ Այդ հանդիպման ժամանակ քննարկվեց ցուցակ, 15 անունից բաղկացած ցուցակ մարդկանց, ովքեր համարվում էին խնդրահարույց նոր քաղաքական իրականության մեջ։ Սրանք չէին սովորական խնդրահարույց մարդիկ, աղբյուրը բացատրում է։ Սրանք էին մարդիկ, ովքեր գիտեին չափազանց շատ։ Դերասանուհիներ, ովքեր եղել էին մոտ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Լրագրողներ, ովքեր ունեցել էին մուտք գաղտնի տեղեկատվության։ Բժիշկներ, ովքեր բուժել էին էլիտային, գիտեին նրանց գաղտնիքները։ Այս մարդիկ էին ժամանակացույցված ռումբեր։ Եթե նրանք սկսեին խոսել նոր ազատության մթնոլորտում, նրանք կարող էին ոչնչացնել հեղինակությունները, կարող էին բացահայտել կոռուպցիան, կարող էին ցույց տալ, թե ինչպես է իրականում աշխատել համակարգը։ Աղբյուրը դադար է անում, նրա ձայնը դողում է։ Եվ Մետաքսիա Սիմոնյանի անունը էր այդ ցուցակում։ Ոչ թե որովհետև նա սպառնում էր խոսել, այլ որովհետև նա կարող էր խոսել։ Եվ դա բավական էր։ Բայց ինչ նշանակում էր լինել այդ ցուցակում։ Աղբյուրը բացատրում է, որ սա չէր մահվան ցուցակ, ոչ թե ֆիզիկական վտանգի ցուցակ։ Սա էր ավելի նուրբ բան։ Պլանը էր մեկուսացնել այս մարդկանց, նա ասում է։ Դարձնել նրանց անտեսանելի, անհասանելի։ Եթե նրանք փորձեին տալ հարցազրույց, լրատվամիջոցները կստանային խորհուրդ չհրապարակել այն։ Եթե նրանք փորձեին գրել հուշագրություն, հրատարակիչները կստանային ազդանշան, որ այդ նյութը զգայուն է։ Եթե նրանք փորձեին ճանապարհորդել արտերկիր, նրանց անձնագրերը կունենային տեխնիկական խնդիրներ։ Սա չէր բռնություն։ Սա էր համակարգված լռեցում։ Աղբյուրը հիշում է, որ երբ Մետաքսիայի անունը կարդացվեց այդ հանդիպման ժամանակ, սենյակում տիրեց լռություն։ Բոլորը գիտեին, թե ով էր նա ասում է։ Բոլորը գիտեին, թե ինչ էր նա ներկայացնում։ Եվ բոլորը գիտեին, որ եթե նրա պատմությունը երբե պատմվեր ամբողջությամբ, այն կփոխեր ամեն ինչ։ Արդյոք Մետաքսիան գիտեր, որ նա այդ ցուցակում է։ Արդյոք նա զգում էր, որ անտեսանելի ուժեր փորձում էին լռեցնել նրան։
Լուսինե Գրիգորյանը հիշում է զրույց, որը տեղի ունեցավ 1991 թվականի գարնանը, ընդամենը մի քանի ամիս առաջ, քան Խորհրդային Միությունը վերջնականապես փլուզվեր։ Մետաքսյան ասաց ինձ, որ նա ստացել է առաջարկ Մոսկովյան հրատարակչությունից գրելու իր հուշագրությունը, Գրիգորյանը պատմում է. Սա էր հսկայական հնարավորություն։ Նրա պատմությունը կարող էր լինել բեսթսելեր։ Բայց նա ասաց ինձ, որ նա վախենում է։ Ոչ թե ֆիզիկական վախ, այլ վախ, որ եթե նա գրի ճշմարտությունը, նա կվնասի մարդկանց, ում նա դեռ հարգում է, մարդկանց, ովքեր օգնել են նրան, նույնիսկ եթե այդ օգնությունը եկել է գնով։ Նա ասաց. Լուսի, ես չեմ ուզում լինել այն մարդը, ով ոչնչացնում է ուրիշների կյանքերը, նույնիսկ եթե նրանք ոչնչացրել են իմը։ Սա էր Մետաքսյա Սիմոնյանի վերջնական ընտրությունը։ Նա կարող էր խոսել, կարող էր պատմել ամեն ինչ, կարող էր վրեժ լուծել այն համակարգից, որը օգտագործել էր նրան։ Բայց նա ընտրեց լռել։ Ոչ թե վախից, ոչ թե ճնշման պատճառով, այլ որովհետև նա չուզեց դառնալ այն, ինչ համակարգը դարձրել էր նրան, գործիք, որը օգտագործվում է ուրիշների դեմ։ Նա ասաց ինձ, Գրիգորյանը շարունակում է, նրա ձայնը լցված է հիացմունքով, ցավով, որ նա ապրել է բավական երկար որպես զոհ։ Նա չուզեց մեռնել որպես հարձակվող։ Նա ուզում էր, որ նրա վերջին գործողությունը լիներ ներողամտություն, ոչ թե վրեժխնդրություն։ Գրիգորյանը դադար է անում, սրբում է իր աչքերը։ Սա էր նրա իսկական մեծությունը։ Ոչ թե նրա տաղանդը, ոչ թե նրա գեղեցկությունը, այլ նրա կարողությունը պահպանելու իր մարդկայնությունը համակարգում, որը փորձել էր խլել այն նրանից։ Բայց լռությունը ունի իր սեփական գինը։ 1991 թվականի օգոստոսին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Հայաստանը դարձավ անկախ, Մետաքսյա Սիմոնյանը հանկարծ դադարեցրեց հանրային հայտնվելները։ Նա չհրաժարվեց պաշտոնապես, չտվեց հայտարարություններ, պարզապես դադարեցրեց գալը։ Նրա վերջին հանրային ելույթը եղավ 1991 թվականի հուլիսի 28-ին, Երանի թատրոնում, որտեղ նա խաղաց Չեխովի «Եռյակ քույրերի» վերջին ներկայացումը։ Նրանք, ովքեր ներկա էին այդ ներկայացումին, ասում են, որ դա էր նրա ամենահզոր խաղը։ Նա խաղաց Մաշային ոչ թե որպես կին, ով երազում է Մոսկվայի մասին, այլ որպես կին, ով վերջապես ընդունել է, որ որոշ երազանքներ երբեք չեն իրականանա։ Վերջին տողերը, երբ Մաշան ասում է, եթե մենք միայն գիտեինք, եթե մենք միայն գիտեինք, Մետաքսյան արտասանեց այնպիսի ինտենսիվությամբ, որ ամբողջ դահլիճը լաց էր լինում։ Ապա նա խոնարհվեց, ժպտաց հանդիսատեսին, հեռացավ բեմից։ Նա երբեք այլս չվերադարձավ։ Երբ մարդիկ հարցնում են, թե ինչ եղավ Մետաքսյա Սիմոնյանի հետ նրա վերջին տարիներին, պատասխանները տարբեր են, կախված նրանից, թե ում եք հարցնում։ Պաշտոնական տարբերակը՝ նա թոշակի գնաց ապրեց հանգիստ կյանք իր բնակարանում Երանում։ Նրա հարանները պատմում են այլ պատմություն, նրանք տեսնում էին նրան հազվադեպ, միշտ մենակ, միշտ լուռ։ Նրա նախկին գործընկերները ասում են, որ նա դարձել էր ուրվական, հրաժարվում էր հրավերներից, չպատասխանում էր հեռախոսազանգերին։ Բայց նրանք, ովքեր մնացին նրա ընկերներ մինչ վերջ, տեսան ավելի բարդ պատկեր։ Նրանք տեսան կին, ով վերջապես ազատ էր համակարգից, բայց ով չգիտեր, թե ինչպես ապրել առանց այն։ Լուսինե Գրիգորյանը, ով այցելում էր Մետաքսյային յուրաքանչյուր շաբաթ մինչ վերջ, հիշում է այդ տարիները որպես միաժամանակ ամենախաղաղ, ամենատխուր ժամանակաշրջանը Մետաքսյայի կյանքում։ Նա վերջապես կարող էր շնչել, Գրիգորյանը ասում է։ Նա այլևս չպետք է խաղար դեր, չպետք է ժպտար, երբ չէր ուզում, չպետք է լիներ այն, ինչ ուրիշները ուզում էին տեսնել։ Նա կարող էր պարզապես լինել Մետաքսյա։ Բայց խնդիրն այն էր, որ նա այլևս չգիտեր, թե ով էր Մետաքսյան։ Նա ապրել էր այնքան երկար որպես խորհրդանիշ, որպես դիմակ, որ երբ դիմակը հանվեց, ներքում ոչինչ չմնաց։ Գրիգորյանը դադար է անում, նրա աչքերը լցված են արցունքներով։ Ես հիշում եմ մի օր, երբ ես հարցրի նրան, Մետաքսյա, ինչ ես դու ուզում անել հիմա, երբ դու ազատ ես։ Նա նայեց ինձ այնպիսի շփոթված հայացքով, կարծես ես հարցրել էի նրան օտար լեզվով։ Ապա նա ասաց. Լուսի, ես չգիտեմ, թե ինչ է նշանակում ազատ լինել։ Ես միայն գիտեմ, թե ինչ է նշանակում գերի լինել։
Բայց Մետաքսյան չանցավ իր վերջին տարիները ամբողջովին մեկուսացման մեջ։ Նա սկսեց անել մի բան, որը ոչ ոք չէր սպասում, նա սկսեց գրել։ Ոչ թե հուշագրություն, ոչ թե ինքնակենսագրություն, այլ պատմվածքներ։ Կարճ պատմվածքներ կանանց մասին, կանայք, ովքեր ապրում էին կրկնակի կյանք, կանայք, ովքեր պայքարում էին համակարգերի դեմ, որոնք փորձում էին սահմանել նրանց, կանայք, ովքեր փնտրում էին իրենց իսկական ինքնությունը։ Այդ պատմվածքները երբեք չհրապարակվեցին Մետաքսիայի կյանքի ընթացքում։ Նրանք գտնվեցին նրա բնակարանում նրա մահից հետո, տասնյակ նոթատետրեր, լցված նուրբ ձեռագրով։ Լուսինե Գրիգորյանը, ում Մետաքսյան թողել էր իր գրական ժառանգությունը, կարդաց այդ պատմվածքները հասկացավ, որ սրանք էին Մետաքսիայի իսկական վկայությունը։ Այդ պատմվածքներում Գրիգորյանը ասում է, Մետաքսյան վերջապես ասաց ճշմարտությունը, որը նա չէր կարող ասել իր կյանքի ընթացքում։ Նա գրեց կանանց մասին, ովքեր վաճառել էին իրենց հոգիները հաջողության համար, ապա հասկացել էին, որ հաջողությունը դատարկ է առանց հոգու։ Նա գրեց համակարգերի մասին, որոնք խոստանում էին ազատություն, բայց տրամադրում էին միայն ավելի նուրբ ձև ստրկության։ Նա գրեց սիրո մասին, որը չէր իսկական սեր, այլ գործարք, ցավի մասին, որը գալիս է, երբ հասկանում ես տարբերությունը։ Գրիգորյանը բացում է մի հին նոթատետր, կարդում է մի պարբերություն Մետաքսիայի վերջին պատմվածքից, որը գրված է 1996 թվականին, ընդամենը մի քանի ամիս առաջ, քան նա հեռանար։ Կինը նայեց հայելուն, տեսավ օտար դեմք։ Ոչ թե այն դեմքը, որը նա ծնվել էր, ոչ թե այն դեմքը, որը նա ընտրել էր, այլ այն դեմքը, որը համակարգը ստեղծել էր նրա համար։ Եվ նա հասկացավ, որ նա ապրել է ողջ կյանքը որպես ինչ-որ մեկի այլ ստեղծագործություն։ Բայց հիմա, վերջապես, նա ազատ էր։ Ազատ մեռնելու որպես ինքն իրեն։ Մետաքսյա Սիմոնյանը հեռացավ 1997 թվականի փետրվարի 12-ին։ Պաշտոնական պատճառը՝ սրտի անբավարարություն։ Նա 61 տարեկան էր։ Նրա թաղումը եղավ հանգիստ, մասնավոր, ներկա էին միայն մի քանի մերձավոր ընկերներ, ընտանիքի անդամներ։ Չկային պաշտոնական ելույթներ, չկային պետական պարքներ, չկային հանրային հարգանքի տուրքեր։ Կինը, ով մեկ ժամանակ եղել էր Հայաստանի ամենահայտնի դերասանուհիներից մեկը, հեռացավ գրեթե լռության մեջ։ Բայց նրանք, ովքեր ներկա էին այդ թաղմանը, ասում են, որ դա ճիշտ էր։ Մետաքսյան ապրել էր իր կյանքի մեծ մասը որպես հանրային սպեկտակլ, Լուսինե Գրիգորյանը ասում է։ Դա ճիշտ էր միայն, որ նրա մեկնումը լիներ մասնավոր, հանգիստ, նրա սեփական պայմաններով։ Տարիներ անց, երբ մարդիկ խոսում են Մետաքսյա Սիմոնյանի մասին, նրանք հիշում են տարբեր բաներ։ Ոմանք հիշում են նրա գեղեցկությունը, այն գեղեցկությունը, որը կարող էր դադարեցնել սրտերը։ Ուրիշներ հիշում են նրա տաղանդը, այն կերպով, որով նա կարող էր վերածել ցանկացած դերի իրական կյանքի։ Բայց նրանք, ովքեր իսկապես ճանաչում էին նրան, հիշում են ինչ-որ այլ բան։ Նրանք հիշում են կին, ով ապրեց անհնարին կյանք, որտեղ յուրաքանչյուր ընտրություն էր գործարք, յուրաքանչյուր հաջողություն էր զոհաբերություն, յուրաքանչյուր ժպիտ էր դիմակ։ Եվ նրանք հիշում են, որ չնայած այս ամենին, նա երբեք ամբողջովին չկորցրեց իր մարդկայնությունը։ Աննա Հակոբյանը, Մետաքսիայի նախկին աշակերտը, ով այսօր ինքը դերասանուհի է, հիշում է վերջին անգամը, երբ տեսավ իր ուսուցչուհուն։ Դա էր 1996 թվականի աշնանը, մի քանի ամիս առաջ, քան Մետաքսյան հեռանար։ Ես այցելեցի նրան նրա բնակարանում, Հակոբյանը պատմում է։ Նա նիհարել էր, նրա դեմքը գունատ էր, բայց նրա աչքերը դեռ ուժեղ էին։ Մենք խոսեցինք երկար, թատրոնի մասին, կյանքի մասին, ընտրությունների մասին։ Եվ վերջում նա ասաց ինձ մի բան, որը ես երբեք չեմ մոռանա։ Նա ասաց. Աննա, երբ դու բեմում ես, դու ունես իշխանություն։ Դու կարող ես ստիպել մարդկանց զգալ, մտածել, փոխվել։ Բայց այդ իշխանությունը գալիս է պատասխանատվությամբ։ Դու պետք է ընտրես, արդյոք դու կօգտագործես այդ իշխանությունը ճշմարտության համար, թե դու կօգտագործես այն քո սեփական շահի համար։ Ես կատարեցի իմ ընտրությունը տարիներ առաջ, ես ապրել եմ այդ ընտրության հետանքներով։ Բայց դու դեռ ունես ժամանակ ընտրելու այլ կերպ։
Հակոբյանը դադար է անում, նրա ձայնը լցված է էմոցիաներով։ Ես հարցրի նրան, արդյոք նա զղջում է իր ընտրություններից։ Նա լռեց երկար, նայելով պատուհանից դեպի Երանի փողոցները։ Ապա նա ասաց. «Զղջումը շքեղություն է, որը ես չեմ կարող թույլ տալ ինձ։ Եթե ես սկսեմ զղջալ, ես պետք է զղջամ ամեն ինչ, յուրաքանչյուր դեր, յուրաքանչյուր պարկ, յուրաքանչյուր պահ բեմում։ Եվ այդ պահերը, երբ ես իսկապես ապրում էի արվեստի միջոցով, դրանք էին միակ իսկական պահերը իմ կյանքում։ Այնպես որ ոչ, ես չեմ զղջում։ Ես պարզապես ցավում եմ այն գնի համար, որը ես վճարեցի»։ Հակոբյանը սրբում է իր աչքերը։ Դա էր վերջին անգամը, երբ ես տեսա նրան։ Բայց այդ խոսքերը, այդ իմաստությունը, այդ ազնվությունը, դրանք ինձ հետ են յուրաքանչյուր օր։ Այսօր, երբ դու քայլում ես Երանի փողոցներով, դու կարող ես տեսնել Մետաքսյա Սիմոնյանի անունը հին թատերական պաստառների վրա, հին ֆիլմերի վարկանիշներում։ Բայց իրական Մետաքսյան, կինը, ով ապրեց այդ անվան ետում, մնում է գաղտնիք։ Նրա պաշտոնական կենսագրությունը պատմում է հաջողության պատմություն, աղջիկ, ով ծնվել է աղքատության մեջ դարձել աստղ։ Բայց իրական պատմությունը շատ ավելի բարդ է։ Դա պատմություն է ընտրությունների հետանքների մասին, համակարգերի մասին, որոնք օգտագործում են մարդկանց մասին, ովքեր փորձում են գտնել իմաստ այդ օգտագործման մեջ։ Դա պատմություն է կնոջ մասին, ով վճարեց անչափելի գին իր երազանքների համար, ապա ապրեց այդ գնի հետ մինչ վերջ։ Արդյոք Մետաքսյա Սիմոնյանի պատմությունը եզակի է, թե՞ դա պատմություն է, որը կրկնվել է հազարավոր անգամներ տարբեր անուններով, տարբեր երկրներում, տարբեր համակարգերում։ Բժիշկ Արմեն Գորգյանը, ով պահպանել է Մետաքսյայի վկայությունը տասնամյակներ շարունակ, հավատում է, որ դա ունիվերսալ պատմություն է։ Մետաքսյայի պատմությունը ոչ միայն խորհրդային Հայաստանի մասին է, նա ասում է. դա պատմություն է այն մասին, թե ինչ տեղի է ունենում, երբ համակարգերը դառնում են ավելի կարևոր, քան մարդիկ։ Երբ հաջողությունը չափվում է ոչ թե ինչով ես դու ներսից, այլ ինչով ես դու արտաքուստ։ Երբ կանայք դիտվում են որպես խորհրդանիշներ, ոչ թե որպես մարդիկ։ Այս պատմությունը կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ, որտեղ իշխանությունը անհավասար է, բաշխված մարդիկ պատրաստ են օգտագործել ուրիշներին իրենց սեփական շահի համար։ Գորգյանը դադար է անում, նրա ձեռքերը դողում են, երբ նա պահում է հին նոթատետրը, այն նոթատետրը, որտեղ նա գրանցել է Մետաքսյայի վերջին խոստովանությունը։ Մետաքսյան խնդրեց ինձ պահպանել նրա պատմությունը, նա ասում է. «Եվ ես պահպանել եմ այն։ Բայց պահպանելը բավարար չէ։ Պատմությունը պետք է պատմվի, պետք է լսվի, պետք է հասկացվի։ Որովհետև միայն հասկանալով անցյալը, մենք կարող ենք փոխել ապագան։ Միայն ճանաչելով այն համակարգերը, որոնք վնասել են Մետաքսյային հազարավոր ուրիշներին նման նրան, մենք կարող ենք կանխել այդ համակարգերը վնասելուց ավելի շատ մարդկանց»։ Նա նայում է ուղղակիորեն, նրա աչքերը լցված են որոշականությամբ։ Սա է Մետաքսյայի ժառանգությունը։ Ոչ թե ֆիլմերը, ոչ թե պարկները, ոչ թե հռչակը։ Այլ դասը, որը նրա կյանքը սովորեցնում է մեզ, որ մարդկային արժանապատվությունը չի կարող վաճառվել, անկախ նրանից, թե որքան բարձր է գինը, որ համակարգերը, որոնք պահանջում են մեզանից զոհաբերել մեր մարդկայնությունը, պետք է դիմադրվեն, նույնիսկ երբ դիմադրությունը գալիս է անձնական գնով։ Հարգելի դիտողներ, եթե դուք հետել եք այս ողբերգական պատմությանը մինչ վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Մետաքսյա Սիմոնյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին՝ չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։